Արտադրողն ու ներմուծողը ոչ արդար մրցակցության մեջ են լինում։ Մենք կարողանում ենք շուկայում կոնկրետ բան թելադրել։ Դու պետք է միշտ իրանցից ավելի արագ աճես ու զարգանաս։ Ընկնել ու շարունակ ընկնել։ Գրիգոր, էտա մարդուն ուժեղացնում։ Դուք նաև տարիներ շարունակ խոշոր հարկատու եք, այսինքն հարկերին չեք կպել։ Շատ դեպքերում ինձ հարցում են, լսի, ո՞րն է ճիշտ է, թե ես ասում եմ, բիեսիմ կարող ենք փող աշխատել նաև Հայաստանից դուրս եւ այդ փողը բերել Հայաստան։ Սովետի այդ կրթությունը, այդ գիտելիքը ունենալով իրանք քեզ չեն թողնում առաջ գնան, դա էլ է նորմալ։ Կարելի է ենթադրել, որ ըստ Աստվածաշնչի հարուստը երկնքի արքայություն մտնելու շանս չունի։ Լսի, դե եթե հաջողակ ես փող ես աշխատում, Ինչ կա դրա։ հա, էլի Ցանկացած մարդ ունի գործարարի որոշակի որակներ իր ներսում։ մի հատիկ ակտիվ ունի մարդը, որը անքննելի է ու իր ձեռքից չեն վերցին, դա ուղեղն է։ Ողջույն բոլորին, այսօր մենք ունենք շատ հետաքրքիր հյուր։ Իմ կողմից շատ հարգված գործարար, Բեկոն ընկերության համասեփականատեր եւ գլխավոր տնօրեն Մարգարյան Դավիթն է։ Դավիթ ջան, հարգանքներս, բարով ես եկել։ Ողջույն Գրիգոր ջան։ Դավիթը նաև Կլուբ Կապիտալի անդամ է եւ մենք ոդկասթից առաջ մի հատ շատ հետաքրքիր բան նկատեցինք, որ ուղիղ 8 տարի առաջ հոկտեմբերի 23-ին ես հյուր էի կանչել եւ ոդկասթ էի նկարում Կարենի Մարգարյան, Դավիթի եղբոր հետ եւ էլի խոսացել ենք Բեկոն ընկերության մասին, ռեստորանային բիզնեսի մասին եւ արդեն ստեղ են ասում, որ պատահականություններ չեն լինում։ Իդեպ այսօրվա օրը ես ուտես մտածված չեմ ընտրել, որ հենց համընկնի։ Ձերցրեցի երախս զանգեցի քեզ, ես հույս չունեի, որ կարանք ցենց արագ հարմարացնենք, որովհետեւ դու էլ ես շատ զբաղված։ Բայց այս երևի այն դեպքն է, որ պետքա եւս մեկ անգամ ասենք, որ կան ուժեր, որոնք գործում են անկախ մեր կամքից եւ իրանք ստեղծում են այս իբր պատահական համընկնումները։ Քո համար ինչ որտեղ դեժավյու ալնելու այսօր։ Այո։ Դե արի մի քիչ խոսանք բիզնեսից, Բեկոնից։ Բեկոնը շատ սիրված, հարգված պրոդուկտ է Հայաստանում։ Նաև քո կառավարման շրջանում Բեկոնը մի քանի անգամ ավելի մեծացել, զարգացել է, մտել է մեծ ֆեդերալ ցանցեր ռուսական, ԵԱՏՄ երկրներում եք արդեն արգա, մի քիչ պատմեց զարգացումներից։ Դե 9 տարի արդեն կլինի կառավարումով զբաղվում եմ։ Երբ որ ես արդեն եկա Հայաստան, սկսեցի զբաղվելը, ես հասկացա, որ կա շուկա, որը սահմանափակ է ու պետքա նաև ընդլայնվել արտաքին շուկա։ Ճիշտ է, այդ միտքը նես չի որ այն ժամանակ չէի մտածել, բայց իրագործման իմպլեմենտացիայի տեսանկյունից մի քիչ կաղում էինք, բայց ես ոնց որ վերցրեցի այդ ռիսկը իմ վրա, բացեցի այնտեղ կամպանիա, սկզբից դիստրիբյուտորների հետ էինք աշխատում, բայց հասկացա, որ երբ որ դու որեորդական բրենդ ես, իրանք քեզ նայում են, որ 4-րդական կամ 5-րդական կառավարություն են տալիս, հետո հասկացա, որ ավելի մեծ ռիսկի գնամ, սեփական ընկերություն բացեմ այնտեղ, հա, տարբովի։ Ու չերեզ այդ ընկերություն արդեն մնացած ցանցերի հետ աշխատենք, շատ դժվար ուղի ենք անցել, բայց հիմա կարող եմ փաստեմ, որ հաջողության ինչ որտեղ հասել ենք, բայց կանգ չենք առնում, ոնց որ նշեցի ֆեդերալ ցանցերում կանք, բայց ուզում ենք ոնց որ ասորտիմենտը ավելի լայնացնենք, շատացնենք։ Մի քանի անուն կասես, որ ցանցերում կա։ Կանք Մագնիտում, կանք Լենտայում, կանք Օկեյում, կանք մետրոյում, նաև լոկալ ցանցեր կա Կրասնոդար քաղաքում։ Ես չգիտեմ ինչ որտեղ հպարտությամբ եմ դա նշում, որ ընդեղի մեր հայ համայնքը կարող օգտվի հայկական որակյալ արտադրանքից, որը չի զիջում, հա, իրանց կամ եվրոպականին, բայց մենք ոնց որ այդտեղ չենք ուզում կանգ առնենք, ուզում ենք ավելի լայնացնենք մեր ասորտիմենտը ու տենց առաջ գնանք։ Ես հաջողության ամբողջ ընթացքը հետևել եմ ու իրոք տպավորիչ արդյունքների ես դու հասել։ Կպատմես կրթության մասին, որովհետև դու Հայաստան ես վերադարձել կրթությունից, չէ՞, Եվրոպայում ես կրթություն անցել։ Մի քիչ պատմի այդ բիզնես կրթությունից, արդյոք ինքը իրոք այդքան լավն է, այդքան էֆեկտիվ է մեր գործարարի համար։ 8-րդ դասարանից գնացել եմ Անգլիա, տենց որոշեցի։ 8-րդ դասարանից գնացի Անգլիա, սկսեցի summer school-ից, 1 տարի հետո տենց արդեն որոշում պետք է կայացնել լրջացնում եմ կրթությունից ընդեղ թե չէ, բայց ինձ դուր էր գալիս միջազգային մշակույթը, առհասարակ այլ մշակույթներ, այլ ազգեր, հա, այլ լեզու, ճիշտ է շատ դժվար էր, բայց ես այդ դժվարության մեջ մտել եմ անգիտակցաբար։
Հետո ընդեղից արդեն համալսարանից հետո քոլեջից հետո նախ ոնց են կոչում 0 կուրս, հա, կարելի ասել, հա, 0 կուրս, հետո դրանից հետո բակալավր ու տենց 7-ից 8 տարի հեշտ չէր, բայց ես իմ վրա ու անընդհատ եղել է ժամանակ զանգել եմ papayin ասել եմ լսի չեմ կարող մայրցեն ձգեմ, ասել է հարց չկա, Տոմս հարդում եմ գազ, հաջորդ օրը զանգել եմ, ասում եմ չեմ մնում եմ, ու ինքը այդ կտորի մեջ հասկանալով, որ ես պալում հետ չեմ գնում, ինքը ինձ ազատ էր թողում այդ ընտրության մեջ, ու տենց։ Այդ ժամանակ կառավարում էր Կարենը, չէ՞, Բեկոնը։ Այդ ժամանակ կառավարում էր Կարենը, այո, ու ես այնտեղ, սենց ասեմ, որ մի քանի բառով եմ ինձ շատ են հարցնում, էլի ասում են, լսի տղուս ուղարկեմ, աղբորս ուղարկեմ, դուրս բան, տենց այդ բանն են հարցում, ասում են ինչի։ Ու ասում են արդյոք դա քեզ օգնում է հիմիկվա կյանքի կառավարման, հա, գործունեության մեջ, ես ասում եմ, որ գիտելիքը ինչ որտեղ այո, բայց դիսցիպլինան միանշանակ։ Այսինքն, երբ որ դու առավոտը պետքա 8-ին, ժամը 8-ին ներկանաս տնօրենին ասես good morning ու եթե դու չգնացիր պատիժները հասնում եւ այլն, այդ դիսցիպլինայի մի կտոր է։ Եթե դու պիտի ժամը 11-ին ռեզիդենցիալ լինես, որտեվ այդ օրենքը դու տենց պիտի լինես, եթե դու պիտի ունիֆորմա հագնես, ուրեմն այդ օրենքը։ Այսինքն դրանք մանր քայլեր են, որ երբ որ քո ուղեղը հələ չի հասունացած ու դու սկսում ես այդ կտորներով ֆունդամենտը ստեղծես, հետագայում շատ է քեզ օգնում, որտեվ դու քեզ վերցնում ես բռիդ մեջ, ասում ես ես այդ բաները անցել եմ, արդեն դժվարությունները քո համար հեշտ է լինում հաղթահարել։ Ես հիշում եմ, որ դու եկար թիմ, արդեն եկար Բեկոն, ես քո գոլեգաների հետ էի շփվում, քո թիմակիցների հետ էի շփվում, Բաբկենի քո վաճառքի բաժնի։ Բաբկենը ասում էր, որ Դավիթը եկել է ու շատ հետաքրքիր դիսցիպլինա է մտել, շատ նոր կառավարման ոճ է մտել ու երևի նաև էտել է ձեր հաջողության մեջ մեծ դեր խաղաց։ Լսի կհավատաս 9 տարի ես այդ նես չի որ դիսցիպլինան մտել է ու տենց ստացվել է։ Հələ 9 տարի այդ դիսցիպլինան առաջա գնում, պրոստը գիտես հարցը որն է, որ ես սկզբից եկել էի, այո, մշակութային շատ մեծ տարբերություն կա Անգլիայից միանգամից Հայաստան, մարդկանց մտածելակերպ եւ այլն, ու իմ մոտ մի քիչ խնդիրը այն, որ երբ որ ես ասում եի օրինակի համար, հա, պրիմիտիվ բան ասեմ, ասենք մեր վարորդը իրավունք չունի սիգարետը շպրտի դուրս։ Օրինակ եմ ասում, դիճոկը շպրտի դուրս, մարդիկ ասում են, լսի դու դրա համար ես եկե։ Բայց դա իմ համար մանրուք է, որը ցույց է տալի ընկերությանը, այսինքն հա, ու այն ինչ որ 9 տարի առաջ եկա, ես հետո մտածում եմ, ասում եմ, կարող ճիշտ են ասում։ Ու ես իմ մեջ սկսում եի ու հիմա հարցը այն է, որ հիմա դե մենք ունենք արդեն կառավարման թիմ, տնօրեն կա, ես կառավարումից մի քիչ հեռացել եմ, ու երբ որ մեր տնօրենը բաները բացահայտում, ասում է, էսի սենց պիտի լինի, ես ասում եմ, իրոք ես ճիշտ եմ, ու պետք չէր ինձ համոզել, որ դա տենց պետքա չլինի, պրոստը ուժեր պետք, ու երբ որ դու հատկապես քո ընտանիքի անդամի հետ ես աշխատում ու հատկապես քեզ այնց չգիտեմ 50 տարի մեծ, հա, դու շատ դժվար ես այդ բարիերները հաղթահարում։ Կարող է շատ բաների մեջ դու ճիշտ ես եղել, բայց իրանք հələ դեռ են սովետի այդ կրթությունը, այդ գիտելիքը ունենալով իրանք քեզ չեն թողնում առաջ գնան։ Դա էլ է նորմալ, բայց քայլերով դու հասկանում ես, որ այստեղ ճիշտ էր, այստեղ սխալ էր, այստեղ սենց պետք էր արվել, հա, ու անդադ ընկնել հելնելով դու հասկանում ես, որ ըստե դու ճիշտ ես, այնտեղ պետքա փոխվես։ Հա, ես հիշում եմ Կարենի ժամանակ Բեկոնում մի հատ հետաքրքիր բան մտավ, այն ժամանակ էլ հիմա էլ կա անվստահություն առհասարակ մսամթերքի արտադրության նկատմամբ, որ այնտեղ միշտ չի օգտագործվում կամ չգիտեմ ինչ որ մաքուր չի եւ այլն։ Ես հիշում եմ, որ Կարենը փոխեց այդ, ասեց մեր մոտ Բեկոնում միշտ դռները բաց է, դաժե Սևանյան ճանապարհին բան կա, չէ, եկեք մեր մոտ էքսկուրսիա, ու ամեն ուրբաթ ինքը էքսկուրսիա էր կազմակերպում, ու այդ տրադիցիաները դու շարունակել ես, չէ։ Կուզենամ մի քիչ դրանից խոսանք։ Ինչի կա այդ կարծիքը, որ մսամթերքը ինքը այդքան էլ առողջարար չի կամ այդքան էլ մսով չի պատրաստվում։ Ես գիտեմ, որ դուք ինձ ծավալի ու ինչ որակի մսամթերք եք, հա, օգտագործում ձեր արտադրության մեջ։ Կուզեմ մի փոքր սրանից խոսանք։ Նայ, Կարենի անունը տվեցիր, մի հատ էս կտորով մի հատ բան ասեմ, Կարենը առելի մեծ գործ արել ու այն ինչը որ արել է բրենդի զարգացման տեսանկյունից, հա, դա, չգիտեմ, անգին բան ա եղել։ Ու այո, Կարենը, չգիտեմ, վերլուծություն անելով, հասկանալով, որ ժողովրդի մոտ չկա այդ վստահությունը, ստեղծել է, որ մեր մոտ կա էքսկուրսիա, դուք հանգիստ կարող եք բաց դռների օր եւ այլն։ Երեք անգամ եւ մենք միասին ենք։ Հա։ Ու այդ իրականում դաժե ես հիշում եմ, մի հատ աշխատակից ունենք 100 տաննով, իրանք ավտոբուսով իջնում էին քաղաք, կասկադում բռնում էին, ասում են ուզում ես իմանաս երջիկը ոնց է պատրաստվում, նստում էին այդ ավտոբուսը, կապ չունի այդ մարդիկ գործ ունեն թե չունեն, անգամից անում էին գործարան, պատտվում էին բան ու բոլորը դրանից էին խոսում, որտեղ այդ
այդ ժամանակ ու նաև հիմա, հա, այտենց գործարան չկա հատկապես մսամթերքի ոլորտում, որ բաց դռների, ցանկացած ժամանակ գնաս, ասես ուզում եմ տեսնեմ արտադրությունը, ասեն, հա, գնա։ Այսինքն Բեկոնը այդ մտքի մեջ առաջատար ա եղել ու դա հաջողության ինչ-որ կտոր ա եղել։ Այո, դու ճիշտ ես, մսամթերքի ոլորտում կա այտենց ոնց որ նեգատիվ պրոպագանդա, հա, safe PR, բայց մենք փորձում ենք դա ոչ թե կոծկել, այլ մենք փորձում ենք հակառակը ապացուցել, ասում ենք նայեք, սա մեր մատակարարների ցանկն է։ Մենք օրինակ այս մսերը առնում ենք այս մատակարարներից, որոնք լիցենզավորված են, որոնք միջազգային շուկայում վաճառում են, հա։ Սա մեր սարքավորումներն են, սա մեր HACCP ծրագիրն է, սա մեր ISO-ն է, սա, չգիտեմ, մեր սերտիֆիկացված որակի վերահսկման բաժինն է, որը հենց էքսկուրսիան է վարում, հա։ Ու այդ ամեն ինչից հետո հարց չի առաջանում, ու մենք ամեն տարի կանչում ենք մասնագետի, օրինակ այս տարի Գերմանիայից ենք մասնագետ կանչել ու ինքը ապշում է։ Ինքը ասում է Հայաստանում արտադրվում է միջազգային, էսի գովք չի, Ես գիտեմ, որ դա տենց է։ Հա, ու ինքը նայում է ապրանքին, ասում է դաժե Եվրոպան հիմա ավելի մի քիչ այտենց գնում է դեպի ինքնարժեքային կոմպրոմիսի, դա նշանակում է, որ մի քիչ, չգիտեմ, մսի հետ այլ բան խառնենք, որպեսզի էժանացնենք ինքնարժեք ընդեի ցանցային զեղչեր բան, բայց մենք երբևիցե չենք գնացել կոմպրոմիսի բանի որակի մասով, երբևիցե։ Մենք արանք եղել են տարիներ, որ մենք շահույթ չենք աշխատել, բայց մենք որակը, այսինքն օրինակ նույն պիկանտ ասվածը, հա, ինչ ստեղծվել է անկերություն միջև հիմա, մարդիկ ասում են պիկանտ, ուրեմն բեկոն։ Դա նշանակում է, որ որակի վրա չենք կպել, էլի։ Իհարկե։ Բացի որակը, դուք նաև տարիներ շարունակ խոշոր հարկատու եք, այսինքն հարկերին չեք կպել։ Միայն ավելացրել եք։ Միայն ավելացրել եք։ Եվ ես ամեն երամսյակ տեսնում եմ ձեզերի խոշոր հարկատուների ցուցակում բավական բարձր դիրքերում, ու գիտես ինչը պարտություն է գալիս, իմ կարծիքով տնտեսության մեջ ամենակարևոր բիզնեսները դրանք հավելյալ արժեք ստեղծող ընկերություններն են, այսինքն ՀՆԱ ձևավորող ընկերություններ են։ Ձեր ընկերությունը եւ ՀՆԱ ձևավորող ընկերությունն է, եւ սննդի արդյունաբերության ուժեղ բավական մեծ, այսպես ասած, խաղացող է եւ արտահանող ընկերություն է։ Այսինքն մենք 3 շերտով, նույնիսկ 4 շերտով, նաև խոշոր հարկատու ընկերությունն է, տեսնում ենք թե ինչ մակրոտնտեսական ու սոցիալական էֆեկտ ունի այս բիզնեսը, այսինքն երևի բոլոր այն լավ կետերը ձեր բիզնեսում կա, արտադրող եք, արտահանող եք, ՀՆԱ ձևավորող եք, նաև խոշոր հարկատու եք ու նաև խոշոր գործատու եք, չէ՞, ձեր ընկերությունը 400-ից ավել դու ավել լավ ես տիրապետում, ոնց որ լրիվ համաձայն եմ քո հետ, նայ 95 թվականին որ papan, ուրիշ բիզնես ուներ, հա, հետո անցավ մսամթերքի, այդ ժամանակ դե փլուզում, սովետ միության փլուզում եւ այլն, ու հասկանում ենք, որ ավելի շուտ papan հասկանում էր, որ էկոնոմիկան ու տնտեսությունը ու երկիրը միայն բանով չի, այսինքն առևտրով չի, դու պետք է նաև արտադրություն ունենաս, որպեսզի ապահովես, չգիտեմ, աշխատակիցներ, հա, իրանց աշխատարար ստաս, չգիտեմ, արտադրություն ապահովես, քանի որ չգիտեմ, Աստված ոչանի ինչ որ խնդիր կլինի, սննդով պետք է ապահովված լինեն, ու դրանից ելնելով ոնց որ էդ էր նաև հիմքը այդ արտադրությունը ստեղծելու, իսկ արտահանման մասով շատ ճիշտ բան ես նշում, որովհետև ես հետևյալ կարծիքին եմ հանգել, որ քանի որ երկիրը փոքր է, ինքը պետքա դրսից արտարժույթը ոչ թե դուրս գա, այլ գա։ Այսինքն հիմա ոնց հասկանում եմ, հա, պետությունը խրախուսում է, հա, խթանում է արտահանումը, որպեսզի կարողանանք վալյուտա բերենք Հայաստան։ Մենք էլ մեր մասով ենք անում, այսինքն ես չի որ մենակ պետության շահերից է դա բխում, մենք էլ մեր մասով ենք ուզում ենք անենք, որ մեր ապրանքի որակը համապատասխանի միջազգային ստանդարտին, որի 90-95%-ը հասել ենք, եւ կարողանանք ավելի շատ արտահանենք, որտեվ հաստատ մրցակցային ենք դուրսը։ Հատկապես հիմա Ռուսաստանում, քանի որ էմբարգո կա, հա, եվրոպական ապրանքների հետ, ու մենք ունենք այդ իսպանական, իտալական էքսկլյուզիվ շարքը, մենք կարողանում ենք շուկայում կոնկրետ բան թելադրել։ Այդ նիշան ինքը մեծ է, որ ասեմ շատ մրցակցայինա չէ, բայց մարդը օրինակ նայում է որակին, հետո գնին այդ մասով, ոչ թե գնին հետո որակին, դրա համար պետք է շատ աշխատել ու այդ բանը ավելի բարելավել, էլի այդ կտորը։ Ընտիր, իդեպ ես նույնպես մեր ակումբի բոլոր խոշոր արտադրողներին միշտ ասում եմ, որ տղերք ձեր գործը շատ կարևոր է, երբեք չհիասթափվեք արտադրելուց, որովհետև երբեմն արտադրողն ու ներմուծողը ոչ արդար մրցակցության մեջ են լինում, ներմուծողները առանց տնտեսական մաքսային բարիերների այլ երկրներից ապրանք կարան ներմուծեն ու արտադրության ոլորտին վնասեն, բայց դու Oval Plast-ը մեր ընկեր Վահեի գլխավորությամբ եւ մեր մյուս խոշոր արտադրողները
մեր ակումբի իրոք շատ մեծ գործ են անում ու ես սա նայում եմ գործարարություն նույնիսկ գործարարությունից դուրս արդեն իր ազդեցությունը ինքը մակրոտնտեսական է, սոցիալական է, գաղափարական է ու այս առումով ես եւ մեր ակումբը ձեր կողքն է ու իմացեք շատ մեծ հարգանք ու ուշադրություն կա դեպի ձեզ որ ես վստահ եմ որ դու հիմա ուզենայիր առնվազն քո մտահորիզոնում 20 շահութաբեր բիզնես կա մինիմում որ դու կարաս անես պրոստը փող աշխատես բայց դու կոնկրետ արտադրում ես ու այդ արտադրանքդ ամբողջ Հայաստանով մեկ արտահանում ես Համաձայն եմ իրականում եթե արտադրություն ես սկսած լինեի ավելի շատ բիզնեսից կխոսայի բայց քանի որ ես ոնց որ ժառանգություն եմ ստացել ու շարունակում եմ դրա համար մի քիչ բարդ է իր ավելի արմատական բաներից պատմելը ինչի է հենց արտադրություն, որտեվ ճիշտ ես ասում, շատ շահութաբեր բիզնեսներ կա, որում կարող է եւ վաղումից որ ես ինտեգրվեմ, բայց ինձ թվում է այդ ժամանակ, հա 95-ից 2000 թվականներին արտադրությունը ամենախրախուսելին էր, որովհետեւ արտադրանք չկար, չգիտեմ դրսից ապրանք չէր մտնում, պետքա ներքին պաշարներով մարդիկ օգտվեին երևի նպատակը դա եղել բայց հիմա դու էլ ես հասկանում որ աշխարհը գնում է դեպի ավելի թվայնացման բիզնեսի ու մարդը կարա պրոստը տանը նստած գումար աշխատի, հա, կրիպտո արժույթներ եւ այլն, բայց իրականում այն մարդիկ, ովքեր այդ ոնց որ այդ սերունդից են, իրանք պրոստը նստող չեն, իրանք անընդհատ պիտի ինչ-որ բանի մեջ լինեն։ Օրինակ ես շաբաթ-կիրակի օրը ավելի մի քիչ, չգիտեմ, աշխատանքը քիչ է, քիչ զանգող կա, քիչ խնդիրներ կա, իմ ուղեղը հոգնում է դրանից, որտեվ ես սովոր եմ անընդհատ process-ի մեջ լինեմ, անընդհատ խնդիրների լուծման մեջ լինեմ, այդ երբ որ սովորում ես, հենց մի օր դու տունը մնում ես, հասկանում ես, որ դու սկսես հիվանդանալ։ Իսկ նաև մի հատ լավ բան ասեցիր, հավելյալ արժեք ստեղծել, դա շատ կարևոր բան ես ասում ու Կարենից եկած, այդ հավելյալ արժեքը մեր մոտ նորարարությունն է եղել։ Օրինակ մենք ներկայացնում ենք եվրոպական մի շարք ապրանքներ, որոնք մշակույթ են, հա, ցույց տա իսպանական, իտալական, գերմանական։ Հա, խամոնը Կարենը չէ՞ մցրեց խամոն։ Հա, նայ, այսինքն մենք ինչ ենք ասում ենք դու եթե Եվրոպայում եղել ես ու փորձել ես, դու Հայաստանում կարաս ամեն օր դա փորձես։ Դա նորարարություն է։ Երբ որ մենք ասում ենք, գիտես ինչ կա, դու օրինակի համար միշտ առել ես բաց ապրանք, հիմա ես քեզ տալիս եմ դա փաթեթավորման, որը հիգիենիկ է, որը մարդու ձեռք չի կպնում, պահպանման ժամկետ ունի, պահպանման ժամկետ ունի, բայց դա ժամանակի հարց է, այսինքն մշակույթը կամաց ձևավորվում է, այն որ Ծուշը ասում էր տրուբշկով են խմում, հիմա մարդը արդեն ոչ թե ասում է կտրտի, այլ ինքը տեսնում է կտրտած կա, ինքը առնում է, դա մշակույթ է, դա ժամանակի մեջ զարգանում է։ Ուզում եմ իմ համար մի շատ անհասկանալի երևույթից քեզ հարց տամ։ Ես երբ որ Դուբայում լինում եմ, հաճախ կարող է շաբաթներով, ամիսներով Դուբայում լինեմ, մտնում եմ խանութ, ուզում եմ մսամթերք առնեմ, նայում եմ 2-3 տեսակ մսամթերք կա դրած, մեծ, ասենք սուպերմարկետը։ Գալիս եմ Երևան, ցանկացած կամ Հայաստան, ցանկացած միջին ու մեծ խանութում տեսականին ահռելի է։ Եվ ես երբ որ Դուբայից հյուրեր եմ ունենում, զարմանալի բան քեզ ասեմ, իդեպ քիչս մենք հոմոտել ենք հյուր եկել, մարդիկ մեծ բաներով, այսպես ասած, տոպրակներով, ստեղից մսամթերք են տանում։ Ինչու՞մն է խնդիրը, ինչի Դուբայում չկա այդ մեծ տեսականին կամ արդյոք այդ նույն պատկերը նաև այլ երկրներում է, Հայաստանը այդքան մեծ տեսականի ունի մսամթերք, այդքան շատ արտադրողներ կան։ Հետաքրքիր հարց ես տալիս, չեմ խորացել Դուբայում եմ եղել, բայց սենց ասեմ, ինձ թվում է ինչ որ մշակութային հարց է, որտեղ մեկ Դուբայում ու արաբները իրանք հալալ ֆուդ ուտող են, այսինքն խոզի միս գոյություն չունի այնտեղ, ու ես կարամ ասենց պրոստը արագ, հա, ենթադրություն անեմ, որ իրանք ավելի շատ ոչ թե այդ դելիկատեսների սիրահար են, այլ իրանք հենց պատրաստի ուտելի, այսինքն իրան ավելի հեշտ է ինչ որ մսի կտոր առնել, գնալ ինչ որ բան սարքել, արագ ենթադրություն եմ անում, էլի։ Քանց թե ինչ որ բան առնել, որը վերամշակված է, իսկ ինչի է Հայաստանում մեծ, օրինակ ոչ միայն Հայաստանում, դու կարաս նույնը Ռուսաստանի մասին ասես, նույնը Իսպանիայի, Իտալիայի մասին ասես, ինձ թվում է դա մշակութային հարց է, որտեղ մենք սիրում ենք, չէ, որ մեր սեղանը պիտի առատ լինի, մեր սեղանը պիտի մսերը լինի, առաջի հարկ, երկրորդ հարկ, երրորդ հարկ, չորրորդ հարկ, դա մեր մեջ մտած է, էլի, ենթադրում եմ, դա հենց կուլտուր, այդ մշակութային հարց է։ Որ ուտող խմող ազգ ենք, արաբները այտենց սիրուն շորով նստում են մի հատ sense, չգիտեմ, սեվի կրայա կամ Հասկացա։ Դե Դուբայում ամեն դեպքում 10 միլիոն ոչ արաբ կա, ռուսախոս մարդիկ կան շատ տարբեր։ Իմ կարծիքով ինքը շատ հետաքրքիր շուկա է, որտեղ էլի դեֆիցիտը կա։ Միանշանակ։ Պրոստը խոզով մտնելը այնտեղ մի քիչ բարդ կլինի, այսինքն հալալի հարց է այդտեղ, բայց ինքը իրական լավ ճանապարհ է, որպեսզի ավելի զարգացնես, ու հատկապես իրար հետ քննարկել ենք, որ շատ մարդիկ կան ուզում են իմպորտ անեն, այնտեղ զարգացնեն, բայց ինձ թվում է այդ մարդիկ տենց մի քիչ սահմանափակ
արագ են մտածում, так что եթե պետքա դու պիտի ինքդ գնաս այնտեղ անես ու աղագին ռեսուրս է գնալու, բայց դե քանի որ իրանք գնողունակ են, իրանք գումարի խնդիր չունեն, դու կարաս այդ ասորտիմենտը ավելի մեծացնես ու այդտեղ ոնց որ նիշա վերցնես։ Շատ լավ։ Հիմա ես ուզում խոսենք առաջնորդությունից։ Դու ոնց նշեցիր, եկար մի թիմ, որը արդեն ձևավորված էր, որտեղ կան բազմաթիվ աշխատակիցներ, ովքեր քեզանից նաև տարիքով, փորձով մեծ են, ձեր ընկերությունում քեզանից ավելի վաղուց են, հա։ Ոնց դու շատ արագ այդքան մարդու սերը ու համակրանքը շահեցիր, որտեղ ես գիտեմ քեզ ինչքան շատ են հարգում սիրում են KPP-ի մուտքի մոտ, որ ես գալիս եմ քո մոտ, այդ մի քանի վայրկյան որ հասցնում շփվեմ, տեսնում եմ մարդկանց աչքերում մեծ հարգանք քո հանդեպ, ու ոնց ես դու կարողացել լինելով եւ ղեկավար եւ միևնույն ժամանակ մարդ ով քեզանից առաջ այնտեղ մարդիկ են աշխատել, ովքեր հիմա էլ են աշխատում ու քո ասած քեզանից տասնյակ տարիներով մեծ են։ Ոնց ես կարողացել առաջնորդությանը, բայց իստմա հարցիդ այդ մի բառը հանեմ, այդ արագ բառը հանեմ, որտեղ արագ չի եղել, որտեղ միջի հիմա այդ process-ի մեջ ենք։ Լսի շատ բարդ, բայց շատ հետաքրքիր։ Որովհետև երբ որ ես մտել եմ, այո, եղել է բրենդը, այո, եղել է վաճառքը, բայց մի շարք խնդիրներ են եղել են համակարգային խնդիրներ, ստրատեգիայի հետ կապված խնդիրներ, եղել են հայրարխիկ խնդիրներ, եղել են մարդիկ, որոնք չեն ուզում փոխվեն, լճացած են ինչ որտեղ, հա, ու դե Դավիթ արի գնա սաղի հետևից ընկի։ Նախ ես իմ առաջ դրել էի միտք, որ հասկանամ այդ բիզնեսը, որովհետև Անգլիա սովորած մարդ եկել է մտել է կալբասի ցեղ, կոպիտ ասած, հա, հետո ես արգելեցի, ասի կալբասի ցեղ չի, մերը մսամթերք արտադրությունն է, որը հավելյալ Դերոք մսամթերք արտադրություն։ Չէ, դե նայ, որ դու մտնում ես, տեսնում ես մեր այգին կենթանիներին, բան, դա բիզնես չի, էլի, կալբասի ցեղ չի, դա հավելյալ արժեք ստեղծող արտադրություն է։ Ես sense որ ավելի բան ասեմ, կրճատ ասեմ, ես սկսել եմ մատակարարման բաժնից, որովհետև հասկացել եմ ինքնարժեքի ձևավորումը, հա, ամենամեծ ծախսը, որ նայում եմ OPEX-ում, ինքը հենց ինքնարժեքն է։ Սկսեցի արդեն մսեր ձեռք բերել, բան գներ նայել բան, բայց ինձ ասին, գիտես, ինչ կա աշխատավարձ պիտի վճարենք, այնտեղ հարկերը պետքա վճարենք, այնտեղ, չգիտեմ, հումքի գին, այնտեղ բանկ, ըստեղ են Դավիթը չի կարող պրոստը խորանալ սրա մեջ, որտեղ ինքը լայն պետք է նայի։ Ամիսը վերջացավ, քեզ ասեն դա 400 հոգու պետք է աշխատավարձ տալ։ Ու այդ իմ համար անակնկալ է, ճիշտ ասած, ես գիտես իրուն աշկերի համար։ Ինչ ես մարդիկ փողով են աշխատում, չէ։ Չէ, ժամանակ 400 հոգի չենք, այդ ժամանակ երևի մոտ 200-ից 250 հոգի ենք, բայց գիտես ոնց, սենց ասեմ, ընկնել ու շարունակ ընկնել Գրիգոր, էտա մարդուն ուժեղացնում ու ես հիմա որ հետ եմ նայում, ես հասկանում եմ, որ ես ինչքան շնորհակալ եմ այդ դժվարություններին, որ ինձ եկել է, որտեվ էտա ինձ ավելի պինդ սարք է ու էտա ինձ սարքել այն մարդը, որ ես կամ, բայց սենց ասեմ, քանի որ կոմպոնենտները շատ են, հա, մենք վերավաճառող չենք, մենք պետքա հումքը ընդունենք, պետքա արտադրենք, պետքա վաճառենք, այսինքն կոմերցիա արտադրություն, պետքա ֆինանսներով զբաղվենք, այս ամեն ինչի մեջ ես այն ժամանակ ինչ եմ մտնում էի, հələ չհասկացած մյուսին էի մտնում, որտեվ այնտեղ խնդիր կար, հələ էդի չհասկացած մյուսին էի մտնում։ Եվ այտենց ես սկսեցի իմ ուղեղը սկսեց աղագին ինֆորմացիաներ վերցնել, բորշ սարքել կոպիտ ասած, բայց գիտես ինչ, իմ մեջ մի հատ բան կա, որ ես հիմա եմ հասկացել, իմ մեջ միշտ եղել է հավատքը, որ դու դա կանես։ Ոչ թե դա կանեմ, այլ լավ կլինի։ Այո։ Ու գիտես ոնց է դա ամրապնդվել, ամեն անգամ մի հատ էսես խնդիրներ լինում, լսի, տենց օրերով էս խնդրի մեջ էի, օրերով ոնց եմ լուծելու, բան ու ինքն իրան լուծվում էր կամ լուծում էր ստանում կամ այդքան է մեծ խնդրեմ չէր։ Հետո որ հաջորդ խնդիրներ էր գալի, ասում եմ, լսի, այն խնդրեմ լուծվավ, չէ՞, ոնց որ տենց ինքն իրան գնում է։ Ուրեմն էսե կլուծվի, բայց կապ չունի, Դավիթ էլի մտահոգվում էր եւ այլն, ու տենց տարեկան գնաց, հետո ես հասկացա դա ոչ թե խնդիր, այլ դա իմ ուղեղում է խնդիր։ Ու այսինքն ես ոնց այդ խնդիրը կպատկերացնեմ, ինչ որակավորում կտամ, այդ տենց էլ կլինի այդ խնդիրը։ Հիմա դες չի որ ես ավելի պակաս խնդիր ունեմ, քան 8-9 տարի առաջ, բայց ես այդ խնդիրը ուրիշ ձև եմ որակավորում ու ես արդեն հասկանում եմ, որ այդ խնդիրը կարա լուծվի այս տեսանկյունից, թողնում եմ իրան։ Բայց երբ որ կոպիտ ասած, երբ որ մեքենա քշել չգիտես ոնց է, դողցնելով քշում, չէ՞, իսկ որ քշել գիտես արդեն մեկ է։ Այն նույն բանը բիզնեսն է, բայց ամենակայֆ բանը գիտես որն է, որ դու ճանաչում ես 1000 ձևի մարդու, 1000 ձևի։ Ամեն մեկը մի տնից, ամեն մեկը մի դաստիարակությամբ, մի մշակույթից, մի խոսելաձևով, ամեն ձևի մարդկանց ես ճանաչում։ Ու երբ որ դաժե դու ինչ որ մեկի հետ խոսում ես, դու գիտես, որ իր հետ պետքա այս սահմաններում խոսալ։ Ու այդ իրականում
հաճույք է։ Գիտես, չէ, շատ միջազգային ստատիստիկա կա, որ ընկերություններում երբ որ նոր 50-ից ավել տոկոսը ձախողվում են, որովհետև թիմը սաբոտաժ է անում, որովհետև թիմը պատրաստ չի նոր տնօրենի ընդունի եւ այսպես ասած տեխտա, հա, որպես տնօրեն պատկերացնի եւ իմ կարծիքով բիզնես ստեղծելը ու ամենասկզբից լինելը այդ բիզնեսում որպես ղեկավար դա շատ ավելի հեշտ է, քան որ դու գալիս ես ինչ-որ կետ ու այդ կետում պետքա նորովի այդ մարդկանց համակրանքը ու արգանքը ձեռք բերես։ Իմ կարծիքով դա առաջնորդության շատ բարձր տեսակ է։ Ու հատկապես ես քեզ մի հատ բան ասեմ, ընդհուպ երբ որ նոր տնօրենն է գալի, որը փորձ չունի։ Հիմա նայ մեր տնօրենը ունի փորձառություն։ Բայց պապատ ինչքան է քեզ վստահել, որ միանգամից լսի ուրիշ երևի հնարավորություն չկար, այսինքն այդ էր։ Հիմա Դավիթն է պիտի անի, ուրիշ ելք չկա, բայց սենց ասեմ, մի հատ սենց հետաքրքիր բան ասեմ, երբ որ ինտերվյուների մարդը ասում ես, իսկ ինչ ես դուրս եկա, ասում եմ, որտեղ նոր կառավարում, նոր ղեկավար, բան, դա ի՞նչ վատն էին դրանք, ասում եմ, շնորհակալություն, մենք ձեզ կզանգենք, ու ես այդտեղից հասկանում եմ, որ այդ մարդը եթե ինքը ճկուն է, ինքը ուզում է աշխատի, ինքը ուզում է ավել սովորի, ինքը այդ ավել էներգիան ու գիտելիք ուզում է վերցի, ինքը կյանքում դուրս չի գա։ Հենց այտենց բան ասում, դա իմ համար մի հատ ազդակ է, որ այս մարդը հաստատ այդպես լճացած, հա, սենց ասեմ, հատկապես էլի եմ ասում, երբ որ ես փորձառություն չունեի, իմ համար շատ դժվար էր, որովհետև երբ որ դու ես օրինակ մարդուն հարց էի տալի, այդ մարդը այդ հարցին կուզեր կպատասխաներ, կուզեր ուրիշ ձև կպատասխաներ, Դավիթն է, մեկա չգիտի։ Բայց երբ որ սկսում ես արդեն մի բանից հասկանալ, արդեն հասկանում ես, որ ինքը խի տենց քեզ պատասխանի, ինքը սկսում է արդեն քո լեվելի վրա նստել ու փորձել քեզ չխափի կամ չֆրցնի։ Դա տարիների ընթացք, այ դրա համար էի ասում, որ արագ բառը հանես, ինքը էլի ստացվում է, հա, կամ ինչ որտեղ ստացվել է, բայց արագ չի լինում, երբեք։ Հասկացա, շատ լավ։ Դե մի վերջի հարց բիզնեսից ու ուզում եմ արդեն մի քիչ գնանք դեպի լայֆսթայլ, հա, գործարի լայֆսթայլ։ Ինչքանով է հեշտ աշխատել ֆեդերալ ցանցերի հետ, նույն Մագնիտի, նույն Աշան, հա, ասեցիր Աշանում կա մետրո, օքեյ, լենտա։ Դες իրականում հեշտ չի։ Որ շատ բարդ բաներ ունեն, չէ՞, կրիտերիաներ ունի, բայց ինքը իր լավ կողմը ունի, հեսա կասեմ։ Նայ, իրանք շատ բարդ նախ պայմանագիր ունեն, այդ պայմանագրի վրա մենք ամիսներ շարունակ անցել ենք, երբ որ դու չես կարողանում ապրանքը մատակարարես իր պատվերի չափով, ինքը քեզ կարա տուժ տուգանք ներառի, մենք գժվում ենք, մենք ներվայնանում ենք դրանով, իրանք ով են որ մեզ, բայց ես մի բան էի հասկանում, ասում եմ, լսի, այդ բարձրացնելու է իմ որակը, այդ բարձրացնելու է իմ աշխատակցի պատասխանատվությունը։ Այսինքն, եթե ինքը պատվեր է տալի, ես բարի պիտի լինեմ, իրան տամ, կամ ասեմ չեմ կարողանում տամ։ Ու այդ բարձրացրելը մեր ընկերության պատասխանատվության չափը։ Այո։ Իրական ցանկացած բարդ բան ինքը բերում է իր լավ կողմի, բայց մարդիկ կան օրինակ ասում են լավ դե մեզ պետքա անիմաստ տուգանքի տակ ընկնենք ու տես մնում է։ Այո։ Մենք այլ տեսանկյունից դրան մոտեցանք։ Ըստ այդ պայմանագրերի ուղղակի դուք զարգացաք։ Հա, ըստ այդ պայմանագրերի մենք զարգացանք ու հիմա ասենց ասեմ, էլի բարդություն կա, բայց արդեն մարդիկ հասկանում են, որ պատասխանատվությունը պետքա երկկողմանի լինի։ Հասկացա։ Շատ լավ։ Իսկ առաջիկայում ինչ պլաններ ունեք, որ երկրներում պլանավորում եք լինեք, ներկայացնեք ձեր արտադրանքը։ Դուբայը լավ միտք էր, որը տվեցիր, ինձ թվում է դրա մասով կաշխատենք, բայց մտածում եք ԵԱՏՄ-ի այլ երկրներն ու Ղազախստան, Ուզբեկիստան, այնտեղ էլի հալալի թեմա կա, բայց չգիտեմ, ինձ թվում է կմտնենք այդ շուկաները, մեզ պրոստը պատրաստվել է դրան պես։ Դե հենց հիմա մեր մյուս խոշոր արտադրող ընկերը Կայանը Գոմցյան Lentex ընկերության գտնվում է Ուզբեկստանում ու հենց հիմա ընտրիկ են անում մեր Արսենի հետ Լյանչև, Արսենին գիտես, մենք Ուզբեկստանի մեր գործընկերն է, մեր ակումբի նախագահն է, եւ Ուզբեկստանում մեր համար շատ մեծ հնարավորություններ կան, հանձինս մեր Ուզբեկստանի ակումբի 2 տարի առաջ մենք միասին գնացել էինք Սլյոտին, դուք շուկան նայեցիք, ուսումնասիրեցիք, եւ եթե հիմա դուք արդեն մտադիր եք մտնեք այդ շուկա, հաստատ շատ մեծ աջակցություն կունենաք այդ շուկայում։ Շուկան էլ դե գիտես 40 միլիոնանոց շուկա է, տարին 1 միլիոնով էլ աճում են։ Համաձայն եմ։ Այս առումով դու իմացի, որ համաձայն եմ։ Ակումբով մեծ աջակցություն ունեք դուք։ Այսպես, դե ուզում եմ մի քիչ քո լայֆսթայլից խոսանք։ Մենք ամեն առավոտ շաբաթը գոնե 3 օր իրար հանդիպում ենք ջիմում, պարապմունքի ժամանակ, նույն ժամերին, նույն մարզիչի մոտ։ Մեկ դու ես ասում Գրիգորին քիչ տանջի, ես մարդը կարևոր գործանում, մեկ ես եմ կիլեր վարդեք։ Մեկ ես եմ քո մարզիչին ասում, ես մարդը կարևոր գործանում, մի տանջի։ Մի քիչ ասա, ինչա вообще սպորտը բիզնեսմենի համար։ Ինչա այդքան կարևոր անընդհատ ամեն, չգիտեմ, թեկուզ օր ժամանակ տրամադրել ու գալ մարզվելու։ Սենց ասեմ, 9 տարվա իմ ընկերներից մեկը դժվարության դա եղել է սպորտը, որը ինձ երբեք չի լքել,
ես իրան չեմ լքել, երկրորդը հավատքն, ինձ թվում է առաջի տեղում հավատքն է, երկրորդը սպորտը, որտեվ առանց էներգիա դու պրոստը կմաշվես։ Այսինքն երբ որ ասում են օրինակ պապան մեկ ասում էր, հա, դասի խես 11-ին գործի գալ, դու ժամը 9:00 այստեղ պետք է ալնես եւ այլն, ասում էի էներգիա է պետք, որտեվ ես կարա այդ օրը ոչ թե 6-ին դուրս գայել, 8-ին դուրս գայել, 9-ին դուրս գայել, 10-ին դուրս գայել, եղել այնտեղ եմ մնացել, հասկանում ես, որտեվ երբ որ քո էներգիան վերջանում է, դու ավելի շատ մաշվում ես։ Ու այդ սղոցի ու ծառի օրինակն է, էլի, ասում եմ ավելի լավ է սղոցը երկար ժամանակ սրես, բայց ծառը ավելի արագ կտրես, ոչ թե այտենց, հա, դրա վրա ժամանակ խնայես։ Դրա համար սպորտը իրականում շատ կարևոր բան է, որը քո էներգիա մատակարարողն է, բայց մի հատ էլ կողմ կա։ Պետք է նաև աշխատես այնպես անես, որ քո էներգիան շատ դուրս չգնա, որը ես հասկացել եմ, չգիտեմ, այս վերջերս, հա, երբ որ դու ինքդ քեզ լսում ես, որտեղ ես կոմֆորտ, որտեղ չկոմֆորտ, ում հետ խոսաս, ում հետ չխոսաս, ում հետ ինչ խոսաս, ում հետ կռիվ տաս, հա, ում հետ կոնֆլիկտի մեջ մտնես, այդ դրանք էներգիա քեզ տանող են։ Այսինքն ինչքան էներգիա դուրս է գալի, այդքան քո սպորտի պահանջը շատ է։ Հիմա այս սպորտի գնում եմ հաճույքով։ Այն ժամանակ սպորտի գնում ես ստիպված։ Հա, իմանալով որ պետք է։ Ապրես, այսինքն դու հասկանում ես, որ այդքան էներգիան գնացել է, դու պետք է դա ոնց որ հետ բերես։ Ու երբ որ այս երկու կոմպոնենտը դու բալանսավորես, ինքը բավականին ուժեղ բան է դառնում։ Համաձայն եմ, ու այսօր աշխարհում գնալով ավելի ու ավելի են այս լայֆսթայլը քարոզվում, որ գործարար ինքը պետքա լինի չծխող, չխմող, մարզվող ու դա դառնում է ոնց որ բազային կապիտալ մեր բոլորի համար։ Դե կապիտալից խոսացինք, ուզում եմ կլուբ կապիտալից խոսանք, դու մեր ակումբում շատ սիրված ու հարգված գործարար ես, ու կուզենայի քո կարծիքը լսեի, ինչա կլուբ կապիտալը քո համար, մեր գործարարների համար։ Ես ինձ միշտ դասել եմ ինտրովերտ մարդկանց շարքում, բայց ես վերջերս հասկացա, ոչ ինտրովերտ եմ, ոչ էքստրովերտ եմ, երևի գտե մեջտեղներն եմ։ Կլուբ կապիտալը իրականում իմ համար դա մարդկանց մի խումբ է, որոնք ամենօրյա գործունեություն են ծավալում տարբեր բնակավարներում, ու երբ որ իր հետ դու նստում ինչ-որ բանից ես խոսում, հաստատ ավելի շատ բան ես իմանում, կարող է դու ինչ-որ խնդրի մեջ ես, որը ինքը մի տարի առաջ է լուծել, կարող է դու ծանոթանում ես մի օգու հետ, կարողանում ես ում հետ բիզնես անես, հա, չենք խոսում նրանց մասին, որ հենց մտնում են հաջորդ օրը զանգում են, ասում են ժողովուրդ, այս բանը կառնեք, ինձ այդպես դեպքեր չէ եղել։ Ու հանել ենք ակումբից, իդեպ քո ասելուց հետո։ Ես էի ասել։ Դու որ ասի դրանից հետո հանել եմ ես ակումբից։ Բայց մարդուն դու չես տեսել։ Ես եմ այդ մարդու պալիտար է։ Դե քեզ զանգել էր, մի քանի օգու էր զանգել, դե մեր ակումբում այդ կատեգորիկ արգելված է, բայց ինձ զանգիր ասիր, էլ խնդրում եմ, էլ նենց արա այդ մարդի զանգի։ Մեղավոր եմ։ Չէ, լսի, դրան է ձև կա, դրան է տակտիկա կա, բայց համաձայն եմ, ինքը պետք է ոչ թե հենց բուն փող աշխատելու միջոց պետք է, դու զուտ պետք է ունենաս այդ community ասվածը, էլի, այսինքն միջավայրի մեջ լինես, դա ավտոմատ է լինում։ Միանշանակ, ու մարդիկ քեզ պետք է հետաքրքիր լինեն։ Մարդիկ քեզ պետք է հետաքրքիր լինեն, մարդիկ պետքա ինչ որտեղ քո բնակավարից լինեն, քո խնդիրները ունեցած լինեն, բայց օրինակ, չգիտեմ, էլի եմ ասում, այդ ոնց ասեմ, դուք առանձնացնում եք, հա, ասում եք օրինակ, եթե դու ունես այսքան գումարի turnover, դու կարաս մեր community-ին մտնես, ինձ թվում է ոչ թե այտենց պիտի գումարը կրիտերիաներից մեկն է, 10 կրիտերիա կա իրականում։ Ինձ թվում է ոչ թե դու պետքա սահմանափակես, որ օրինակ ես դրանից քիչ եմ անում, չեմ կարա մտնեմ, հա, այդ խումբ, այլ որ պրոստը շերտ դնես, ասես եթե դու այս գումարայինի մեջ ես, որովհետև ինքը առհասարակ չի կարանա մտնի, եթե դու սահմանափակումը դրիր։ Հիմա իրան որպես հնարավորություն ասում ես, լավ, քո turnover-ը այսքան, դու կարաս այս շերտի մեջ մտնես, այսքան ուրեմն այս շերտի մեջ մտնես, որովհետև դուք եք սահմանափակում, էլի, այդ կտորը ինքը կարա էլ չմասնակցի, բայց ինչի համար, թող մասնակցի։ Թող մասնակցի, ինքն էլ այդ մոտիվացիա ունենա, ասի ուզում եմ երկրորդ շերտ, հետո երրորդ շերտ, հա։ Այո։ Ու իրականում ես կարամ հիշեմ, չեմ հիշում քանի տարի, մի 6 տարի է ինչ կլուբ կապիտալում եմ, սկզբից ոնց որ չէինք համապատասխանում, չէ՞, այդ պարամետրերին։ Չէ, ոնց չեք համապատասխանում, համապատասխանել եք, հա, ուղղակի դու համատաբար սկզբի ժամանակները пассив էիր, հետո կամաց ավելի ակտիվ եղար ու այդ գալիս է նաև նրանից, որ ակումբն է մեծանում, ակումբի ռեսուրսներն են շատանում։ Դու որ եկել էիր, ակումբում 30 անդամ էինք, 30-40 անդամ էինք։ Հիմա 260 ենք։ Հələ զարթուցիչից, չէ՞։ Այգում հանդիպում ենք իշկա գրիկ ջան ինչ ես մտածում, հա, չէ։ Ես հիշում եմ Կարենը, որ եկել էր զարթուցիչ, 5-րդ զարթուցիչից է եղել, այդ օրը բոլորը գնացին, ինքս ես նստած մնացել էր, ասենց ես չէի ճանաչում, դա 2015 թիվն էր։ Ասում ես
տղեն ինչ է, եկեղի չի, դու էլի ես էլ դասը պրծել եմ, մեկ էլ ասեց ինչ ես անում, ընկեր, ասի դե բան չէ, տուն եմ ուզում եմ վա գնացինք։ Ինչ պատահի, հա, իջանք Լուի Շարդեն, հա։ ու երևի միջև գիշերը 3-4-ը նստել ենք ու խոսացել ենք, այնքան հետաքրքիր թեմաներից, ըստ թեմայից թեմա ու Կարանա 5-րդ զարթուցիչի ամենասիրված, ամենահարգված մասնակիցներից է եղել ու տեղից սկսեց մեր ընկերությունը, մեր շփումը։ Հիմա ստեղով կարանք ասենք, որ Կարանը մեզ իր այդ բան պոդքասթին Կարան ջան, դու նայում ես մեր պոդքասթը, մենք գիտենք, որ դու էլ պոդքասթ ունես։ Մենք նոր հիշեցինք, որ ուղիղ 8 տարի առաջ հոկտեմբերի 23-ին, այսօր 15-ն է, մենք եթեր կգնանք 25-ին, մենք միասին ենք հաղորդում նկարել, ոնց որ Դավիթ այսօր ասեց, եկել է ժամանակը պարքերը վերադարձնելու, չէ՞։ Հա։ Լսի, դու հարց տվեցի լայֆսթայլի մասով, նաև ինձ թվում է ընտանեկան կտորով ասեմ, նայ, ինչքան ժամանակը գնում է, դու հասկանում ես, որ արդեն ունես ընտանիք, հա, ունես արդեն երեխաներ, ում համար պատասխանատու ես, եւ ծնողների համար, եւ ընկերների համար, եւ պետքա գործի մեջ լինես ու հասկանում ես, որ դու ունես 24 ժամ, ոչ ավել, որից պայմանական 8 ժամը քնում ես, տարբերությունը պետքա ինչ-որ ձև ծախսես ու արդեն ավելի կարևոր ու պրիորիտետ է դառնում դու քո ժամանակը բաշխես, բայց ես մի հատ բան եմ նկատել, երբ որ օրինակ աշխատանքից հետո, չգիտեմ, երեխեքի հետ ինչ-որ տեղ պիտի գնամ, ես ժամանակին ինչ է, էներգիա չունեի, բայց ստիպված գնում էի։ Հետո հասկացա, որ երբ որ ստիպված գնում ես, ոչ երեխեքը տեն քեզ այնց հաճույք ստանում, ոչ դու։ Դրա համար, եթե օրինակ էներգիա չունես, այդ պահը կարաս պրոստը բաց թողես։ Երեխեքը չեն հասկանում, չեն նեղանալու քեզանից, հա։ Դու երկու խաղն ես։ Հաջորդ օրը, երբ որ դու արդեն էներգիա ունես, դու ավելի սիրով ես գնում ու այդ ու կապ չունի, դա երեխեքի հարցը չի։ Ցանկացած հանդիպում կարաս ընկերոջդ հետ հանդիպես, բայց էներգիա չունենաս, հա, օրինակ, այդ էներգիան շատ կարևոր բան է։ Ու ես գիտես ինչ օրինակն եմ բերում, ինքնաթիռներում տեսած կլինես այն մասկան, որ ասում առաջին դու քեզ դիր, հետո երեխեքին ինչի համար, որովհետև դու քեզ պետք է ապահովես, որ ինքդ ապահովես կողակցիդ կամ երեխու կամ շատ կարևոր բան ես ասում իդեպ։ Հա, այդ այսինքն դու քեզ պետք է, եթե դու ես պատասխանատուն այդ պասաժիրների կամ առհասարակ ինչ որ մարդկանց համար, դու քեզ առաջին լավն այի, որ հետո իրանց լավն ես։ Այսինքն այդ էներգիայի կտորից եմ ասում, որ դու միշտ պետք է այդ էներգիան ունենաս, բայց ժամանակի մեջ պիտի հասկանաս ոնց անես այդ էներգիան չկորի։ Որտեվ ինձ թվում է հիմիկվա դարում ամենակարևոր բանը դա ժամանակն ու էներգիան է։ Այո։ Հələ դաժե ժամանակը չէ, ինչքան էներգիան, որտեվ ժամանակը կա, կարող է էներգիա չունենաս, այդ ժամանակն է կորցնես, էլի։ Համաձայնում։ Իդեպ ես ուզում եմ այս միտքը մենք մի հատ sense ֆիքսենք, որ շատ ծնողներ կան, որ մտածում են առաջինը երեխես, ամբողջ իրանց կյանքի ոնց որ ծանրության կենտրոնը տեղափոխում են երեխու վրա ու կարծում դա երեխու համար էլ է ավելորդ բեռ, բայց որ դու նշեցիր, որ առաջինը դու պետք է բանով այդ թվացինը մասկայով շնչես, հետո նոր ինքդ երեխու համար հարց լուծես, իմ կարծիքով սա Հայաստանում դեռ նոր, որովհետև շատ ծնողներ հակառակը իրանց կզոհաբերեն հանուն երեխայի, հա, ու իմ կարծիքով շատ առողջ մոտեցում է, շատ առողջ։ Լսի, իրական շատ բարդ թեմային ենք մենք սկսում այտենց հպանցիկ անցնել, որովհետև շատ ծնողներ մեզ դեմ կլինեն, կասեն ինչ են խոսում այս մարդիկ, չէ, երեխեն կարևոր, օքեյ։ Մի հատ բանը, որ ես կյանքում նաև հասկացել եմ, որ ոչ մի բան միանշանակ չի։ Այսինքն, եթե մենք ասում ենք կարևոր մասկեն դու քեզ պիտի դնես այն մարդը, միանշանակ չի։ Հիմա շատ դեպքերում ինձ հարցում են, լսի, ո՞րն է ճիշտ էս թե էս, ասում եմ, ես իմ, չգիտեմ։ Հիմա հավնա սկզբից եղել թե դու։ Հիմա ուզում եմ ասեմ միանշանակություն չկա այս կյանքում։ Այսինքն, կարծիքները տարբեր են, բայց այն կյանքը, որ դու ունես, չունի դիմացինը այդ կյանքը, էլի։ Դրա համար դու ոնց հասկանում ես կյանքը, տենց առաջ է շարժում։ Իսկ երեխեքի առումով, այո, երեխեքը պետքա ճիշտ գիտելիք ստանան, կարիք պիտի չունենան, ինձ թվում է նվազագույն բաների, հա, բայց որ երեխուն ամեն ինչ մեզ ոչինչ, ես դրան դեմ եմ։ Այո։ Ես դրան դեմ եմ։ Երեխեն պետքա հատկապես տղա երեխեն պետքա դժվարություն անցնի։ Պարտադիր։ Իդեպ ես մի բան ասեմ, ես հաճախ եմ քեզ հանդիպում կնոջդ հետ առավոտյան ինչ որտեղ նախաճաշանալուց վերջերս ես իմ կնոջդ հետ դու քո Մարտինիում դուք նախաճաշ եք անում, հիշում ես։ Ես նաև նկատում եմ, որ դու բավական լիարժեք ժամանակ ես անցկացնում արդեն նաև առանձին քո կնոջ հետ, այսինքն երկուսով, եւ դուք առանձին միավոր եք եւ երկուսով էլ ձեր երեխաների համար որպես ծնողներ առանձին ոնց որ դերից եք հանդես գալի։ Ի տարբերություն այն մոտեցման, որ ամուսնանալուց հետո, երեխա ունենալուց հետո մարդիկ առանձնանում են, չէ՞, կա երեխաների մամա, երեխաներից պապան, չէ՞։ Այս մասով ինչ կասես, ոնց ես տեսնում քո կնոջդ միությունը, տանդեմը, նաև էլի լայֆսթայլի մասով կամ երեխեքի հետ դաստիարակության մասով։ Լսի, ես իրականում էլի իմ կարծիքը կասեմ, ոչ թե երեխաներն են
ոնց որ միացնում ծնողներին, այլ ծնողները ի սկզբանե միացած են, երեխաները պրոստը արդյունք են սիրո։ Ես այստենց եմ պատկերացնում ու երեխու համար էսի անել պետք չի։ Ու իրականում ժամանակի մեջ կին ամուսին այդ հարաբերությունները իրանք չեն կարա շատ հարմոնիկ գնան։ Ես հələ 32 տարեկան եմ, հələ շատ բան ունեմ տեսնելու, բայց ես այտենց եմ կարծում, որտեվ եւ տղամարդու համար եւ կնոջ համար շատ բաներ փոխվում են կյանքում, հա, ճաշակա փոխվում, նախասիրությունն է փոխվում, ինչ որ տեսակետ է փոխվում ու երբ որ դրանք շատ են տենց ոնց որ տարանջատվում, դա բարդ է, դա բարդություն է ստեղծում։ Երբ որ դու հարգում ես դիմացինի ինչ որտեղ տեսակետ, հա, ինձ թվում է տենց դու գնում ես դեպի հարմոնիայի, բայց երբ որ տարբեր տեսակետներ են, դա արդեն խնդիր է ստեղծում։ Ինչի համար եմ դա ասում, էլի, որովհետեւ երեխեքի համար այդ հարմոնիկ ընտանիք չտեսնելը դա արդեն խնդիր է։ Իհարկե։ Հա, դրա համար պետքա փորձես հաշտ համերաշխ այդ ընտանիքը պահել, իրար հասկանալ ու ինձ թվում է տենց ավելի դրական նոտայի վրա ամեն ինչ կշարունակվի, էլի։ Ընտիր, համաձայն եմ քո հետ, համաձայն եմ։ Մի հատ հարց տամ, օրինակ դու ավելի շատ գիտելիք ունես գործարար մարդկանց մասին, որովհետև շատերի հետ ես շփվում, էլի, հաստատ իմ շրջապատից տասնապատիկ են, օրինակ այդքան շփումների մեջ դու ինչն ես առանձնացնում հաջողակ եւ անհաջողակ մարդկանց ու արդյոք այդ մարդիկ նույն ռեսուրսները չունեն։ Շատ լավ հարց ես տալի, պատճառներն իրականում շատ են, բայց թույլ տուր մի հատ օրինակ բերեմ հենց քո հետ կապված, այն օրը հիշում ես, ասացի, որ մեր հարգված ու սիրված գործարարներից մեկը, մեր Բակուր Մերքոնյանի եւ Տիկին Գայանեին գիտես, Արտլանչ ընկերության հիմնադիրներն են, ովքեր էլի շատ հաջողակ եւ զույգ են եւ գործարարներ են։ Տիկին Գայանեն եւ դու Մարգարյանն եք ու նույն ցեղից եք, չէ՞, ձեր պապիկի։ Հա։ Եվ Տիկին Գայանեին եմ ես հարցը տվել, ես նորը քեզ էլ ես հարցը տվի, այստեղ օրինաչափություն գտնում ես, որ այդ ցեղում ինչ որ գործարարության օրհնություն կա, ինչ որ գործարարի ջիղ կա, որ Մարգարյանները դուք իդեպ ախալքյալակից եք, չէ՞։ Ջավախ աշխարից։ Այո, Ջավախ աշխարից եւ դուք եւ Տիկին Գայանեն եւ ես կարծում եմ գործարարության հաջողության առաջի կարևոր կետերից մեկը դա այն օրհնությունն է, որը գալիս է ռոդից։ Ձեր նախիների մեջ ինչ որ մեկը այնքան լավ բան արել ժամանակին, որ 7 սերունդ օրհնվել է, եւ այդ օրհնությունը դուք մինչեւ այսօր ստանում եք։ Իդեպ արդեն ձեր ընտանիքում դուք տեսնում եք, չէ՞, պապատ էլ է հաջողակ գործարար, մեծ եղբայրդ էլ է հաջողակ գործարար, դու էլ ես հաջողակ գործարար, եւ սա միշտ չի որ պատահում է։ Ես այնքան ընկերություններ գիտեմ, երբ ընկերության հայրը հիմնադրել է, հետո զավակները ոչ թե բազմապատկում են, մեծը 1-2 են դարձնում, այլ հակառակը, երկուսը մեկ են սարքում, մեկն էլ կես են սարքում, կեսն էլ 0.1 են սարքում։ Այսինքն այդ առաջին հերթին օրհնության մասին է, որը մենք տեսնում ենք, որ հոսում ժառանգաբար գալիս է։ Այո, ժառանգաբար գալիս է։ Երկրորդը իհարկե այն է, որ ցանկացած մարդ ունի գործարարի որոշակի որակներ իր ներսում։ Ես մոտ 20 որակ եմ առանձնացրել գործարարի։ Եթե այդ որակներից մի 8-9 մի մարդ ունենում է, ու եթե կարում է դա իրացնի, իդեպ սա շատ կարևոր կետ է։ Այսինքն դու կարող ես այդ որակը ունենաս քո մեջ, բայց երբեք դա չկարողանաս իրացնես։ Չլինի միջավայր, որ դու քո հռետորության, վաճառքի, արժեք ստեղծելուց, ես թվարկում եմ սրանք, այդ որակները դու կարողանաս իրացնես։ Եվ մի հատ ֆիլմ կա, տեսած կլինես, Բրոնքսյան պատմություններ, երբ հայտնի այդ ֆիլմի այդ պերսոնաժը, այդ երեխային ասում է հիշի, կյանքում ամենամեծ մեղքը իզուր վատնաս տաղանդն է։ Այս նույն իմաստով մարդկանց մեծ մասի մոտ կա այդ գործարարության տաղանդը, այդ իմ նշած 20 որակներից մի քանիսը, որը երբեք էլ չի բացահայտվում։ Եվ բացահայտել այդ որակները նշանակում է նաև գնալ դեպի հաջողակ գործարարություն։ Իսկ ինչ հաջողակ գործարարությունը մեծ հաշվով եթե նայենք իրար հետ, դա արժեք ստեղծելն է։ Արժեք, որը կարող ես նաև փողի դու վերածես։ Եվ եթե դու կարող ես այսօր արժեք ստեղծես, օքեյ, նաև կարացի վաճառես, չես կարող վաճառես, պարտներություն արա այն մարդու հետ, ով կարող է արժեքը վաճառի, եւ արդեն բիզնեսը կարա ստացվի։ Համաձայն եմ։ Ու տենց մի հատ ասած կա, չէ, ասում է պատկերացա կյանքդ ավարտվել է ու քեզ ցույց են տալի ինչ կարայր դառնայր։ Ու ասենք քո դեմքը, որ ասենք, չգիտեմ, ուժեղ խիրուրգ կարայր դառնալ, բայց օրինակ բիզնեսմեն ես եղել։ Ես քո հետ համաձայն եմ հավելյալ արժեք ստեղծելը, ու ստեղ նաև, գիտես, նաև համաձայն եմ, որ այդ օրհնությունը պետքա գա, բայց իմ համար այդ հարցը միշտ մնում է, էլի, օրինակ, նա եթե կա դժվարություն ու ես չեմ հանձնվում, ու ես ունեմ նույն
ֆիզիոնոմիան ու ֆիզիոլոգիան ինչ որ պայմանական X մարդը ու ինչի է իմ մոտ կամքը պայքարելու, իր մոտ չկա այդ կամքը։ Այդի չեմ կարողանում ըմբռնեմ, էլի։ Օրինակ ես շատ մարդկանց, օրինակ հավելյալ արժեք ստեղծելը նաև ինչ տեսանկյունից կարամ ասեմ, ես բեկոնում ինչով որ կարողանում եմ ու ես գտնում եմ որ իմ մոտ այդ որակը ուժեղը ու լավն է ու ապացուցված է, ես փորձում եմ այդ որակը փոխանցեմ դիմացինին։ Տարբերակ 1, դիմացինը մտածում է դիմացինս գիժ է, տարբերակ 2, ինքը ընդունում է ասում է շատ լավ է, լավ սովորեմ տենամ ինչա, տարբերակ 3, անկապ բաներ է խոսում, բայց ես ուզում եմ շարունակեմ այս գործը։ Երրորդը հաստատ երևում է, ու միանգամից այտենց իզոլացվում է, բայց այն գիտես կան մատերից վրա հաշված մարդիկ, որ իրոք հավատացել են ինձ 9 տարի առաջ, ու միջև հիմա այդ մարդիկ ինձ շատ հավատարիմ են, շատ։ Ու ես ապշում եմ իրանց, գիտես, այդ որ ասում ես օրհնված, իրականում այդ մարդիկ օրհնված են։ Ու այդ մարդիկ ցույց են տալիս, թե ինչքան ճիշտ է կրթվելը, ինչքան ճիշտ է ամեն օր նոր բան սովորելը, ինչքան ճիշտ է ռիսկի դիմելը։ Ու գիտես ավելի շատ որ մարդիկ են ավելի շատ արդյունքի հասել, երբ որ եկել են, ես ասել եմ, լսի, դու ինձ հարց ունես, չէ՞։ Ասում է, հա, ասում եմ, այդ հարցը կտաս քեզ մի հատ։ Դուրս է գալի, ինքը իրան այդ հարցը տալիս է, գալիս է, ասում եմ, լուծում գտար, ասում է, դե հա, ասում եմ, լավ լուծում է, օրինակ դու որելները տենց կաներ, դե երևի հա, դե գնա արա։ Առանց ինձ էդի ներկայացնելու։ Ու երբ որ ինքը հասկանում է, լսի, ես պրոստը տակ չեմ կարա Դավիթի վրա որոշումը թողնեմ, այլ ինչ որտեղ իմ պատասխանատվության տակ պետքա վերցնեմ, այդ մարդիկ հաջողության են հասնում, որտեվ իրանց ու էլ չի աշխատում, ասում հա լավ, այս հարցը կեթամ Դավիթի հետ կքննարկեմ, հա։ Ճիշտ է։ Ու այդ մարդիկ օրեցօր զարգանում են։ Օրեցօր։ Ու ընենց մասնագետներ են դառել, Գրիգոր լուրջ եմ ասում։ Ու լավ էլ վաստակում են, չէ՞։ Հա, լավը վաստակում են լավ, բայց իրանք ի սկզբանե չեն եկել նյութականի հետևից։ Իրանք եկել են հավատալով, որ հավելյալ արժեքը դա գիտելիքն է, դա նոր ինֆորմացիան է, դա ռիսկ կրելն է, դա կորցնելն է, ընկնելն է, ջարդվելն է, բայց հետո ոտքի կանգնելն է։ Այդ արժեքները, որ իրանք վերցնում են ու կպցնում են իրանք շատ հզոր մարդիկ են դառնում։ Ու ես միշտ ասել եմ, ես ձեր համար պատասխանատու եմ։ Իմ խաչը որ կրում եմ, ձեր համար եմ կրում, որովհետև ես պատասխանատու չլինեմ, այդ մարդը չի հավատա էլ ինձ։ Իսկ sense հարց, իսկ չես մտածում որ այդ մարդիկ քո մոտից կգնան ու իրանց բիզնեսը կստեղծեն, ու եթե ստեղծեն դա լավ է, թե չէ։ Ես ուրախ կլինեմ, եթե այդ մարդիկ գնան իրանց բիզնեսը ստեղծեն ու լինեն հաջողակ, որովհետև ինչ որտեղ իմ լուման կա դրա մեջ, բայց ես ըստ մի հատ խորամանկություն ունեմ։ Ես միշտ իմ կյանքում ավելը ստեղծելու կողմնակից եմ եղել։ Այսինքն, այս բիզնեսն է, պետք է մեծացվի, պետք է դիվերսիֆիկացիա արվի, պետք է ներդրումների մեջ խորացվի, պետք է էսել սովորվի, պետք է էսել տրենդը ուրա գնում։ Ինչ եմ անում։ Ես հիմիկվանից իրանց համար հետաքրքրություն եմ ստեղծում, որ Դավիթը ուրեմն առաջ են գնում։ Հա, այսինքն իմ հետ կապած են, բայց ելի եմ ասում, կարող է մարդը որոշի գնա բիզնեսով զբաղվի։ Իմ համար լավ նյուանս կա, նայ, այն մարդիկ, ովքեր քո կառավարման ընթացքում աճում են, զարգանում են, դու պետքա միշտ իրանցից ավելի արագ աճես ու զարգանաս ու զարգացնես այդ ընկերությունը, որ իրանց հովանոցը հա բարձրանա։ Հենց իրանց արագությունը քեզ գերազանցեց, իրանք կգնան այդ բիզնեսից։ Ինչ եմ, ես արհեստական ստեղծում եմ իմ հետևից վազող մարդ, արհեստական, որպեսզի ես երբեք չկանգնեմ, որտեղ ասում եմ, այս թիմը իմն է լինելու ու այս թիմը միշտ պիտի հպարտանա իր արդյունքով։ Ես ասել եմ, էս իմ արդյունքը չի, էսի բոլորիս կատարած արդյունքն է, ու շատ կարևոր է, որտեղ ես հանդիպում եմ մարդիկ, ովքեր ֆինանսական տնօրեն չունեն, Գրիգոր ջան, կալկուլյատորով PL են հաշվում։ Ասում եմ, ասում եմ, դե ի՞նչ գործ ունի այդ մարդը TV իմանա։ Բայց ես ասել եմ միջազգային Եվրոպա, որտեվ այդ աշխարհը արդեն 30 թիվ է։ Մենք հենց 25 թիվ ենք, այդ աշխարհը արդեն 30 թիվ է։ Այդ աշխարհը շուտվանից IFRS գիտի, շուտվանից, չգիտեմ, վերահսկողություններ ա դրել, շուտվանից ստանդարտներ ունի, շուտվանից։ Հիմա ես նոր այդ ստանդարտները բերում եմ Հայաստան։ Հիմա մտ հետաքրքիր բան ասեմ, որ մեր տնօրենը որ եկել է, ինքը դե միջազգային ընկերություններում աշխատել, ինքը մեյլ գրեց անգլերեն է գրում։ Հիմա այս HR-ը եկել է ասում, լսի, սենց արդար չի էլի, մարդիկ չեն հասկանում այդ անգլերենը բան, հիմա ես քննարկում ա գնում, ասում ա, լսի, մարդիկ կան, ինձ դաժե անգլերեն հետ են պատասխանում։ Ասում ա, այդ ոնց է, դե ասում ա Google-ը ոչ ում, Google Translate-ն անում եմ, հասկանում են, ու հիմա հարց ա գնում, արդյոք այդ անգլերենը պիտի հայերեն լինի, թե անգլերեն։ Հիմա տնօրենը ասում է, չէ, ես անգլերեն եմ գրում, HR-ը ասում է, չէ, դա արդարացի չի, ինքը կարող ուզբեկերեն քեզ պատասխանի։ Ասում եմ, ժողովուրդ, իմ համար կայֆ է այդ անգլերենը, որովհետև էդի ինքը անգլերենը չի, ինքը նորարարություն է, աշխարհն է անգլերեն խոսում, աշխարհը,
ու երբ որ մենք ասում ենք մենք միջազգային, երբ որ մենք ասում ենք մենք առաջատար, հա, էդի պետքա պատկերացնես, որ հասնես դրան։ Ու ինձ կայֆ է, որ ես անգլերեն չիմանալով, իմ ղեկավարը իմ հետ անգլերեն է խոսում ու ես զարգանում եմ, մտնում եմ տուն, ասում եմ hello, ասում են ես մորթ անգլերեն չգիտի։ Հասկանու՞մ, դա էլ է, էֆեկտ է, արժեք է։ Դա ոչ թե ինչ-որ ցուցադրական բան է, բայց ինչի չիմանաս։ Բայց դու Անգլիայում սովորել ես 7 տարի, դու որպես օրինակ ես, չի ասում որ չգիտես անգլերեն։ Դավներ։ Okay, որտեղ մեր հանդիսատեսի մտքում այս հարցը ծագելու է, դիտարկում անեմ, ընկերներ, մենք ինչպես նախորդ հաղորդումներին, այնպես էլ այս հաղորդման ընթացքում ունենք երրորդ աթոռ, բարև ձեզ։ Այս աթոռից մենք հարցեր ենք տալի մեր հյուրերին եւ բոլոր մեր ունկնդիրները երրակողմ ֆորմատով են մասնակցում մեր ոդկասթին։ Մեր ոդկասթի մեկնաբանություններում կարող եք ձեր հարցերը գրել եւ մեր ոդկասթը չի ավարտվելու այսօր, մեր ոդկասթը ավարտվելու է հարցերին, բոլոր հարցերին պատասխանելուց հետո եւ ես եւ Դավիթը պատասխանելու ենք եւ լավագույն հարց գրողին ես բիզնես գիրք եմ նվիրելու եւ Դավիթը նույնպես մրցանակ ունի, խնդրեմ երկու բառով ասես։ Շարքից փաթեթ։ Դե շատ համով, շատ հետաքրքիր, ֆանտաստիկ փաթեթ է, մի քանի անգամ։ Դե ես քեզ խորհուրդ տվեցի, որ հաջորդ, չգիտեմ, երբ որ կարողանաս կազմակերպես երեխան նստած լինի, որտեղ երեխան ինքը ամենա, ոնց ասեմ, պարզ ինչ որտեղ տենց թեթև ինչ որտեղ տենց խնդիրների մեջ չլինելով հարց է տալու։ Իհարկե։ Ու դու սենց ընկնելու ես մանկության գիրկը, էլի, երեխանից ինչ պարզ հարց տվեց, ոչ թե սենց կոդերով հարցեր էլ։ Համաձայն եմ։ Okay։ Դե վերադառնանք մեր դիալոգին, եթե դու հիմա հնարավորություն ունենայիր հենց 10, 12, 15 տարեկան պատանիներին խորհուրդ տալու եւ ունես փաստացի հնարավորությունը, մեզ նայում են եւ գործարարներ եւ պատանիներ, հա, ովքեր նոր են կյանք մտնում, ինչ կցանկանաս խորհուրդ տաս, որը քո կյանքի փորձի արդյունքում դու եկել ես այդ, հա, ճշմարտություններին, մի քանի կարևոր ճշմարտություն, բիզնես անելուց, մասնագիտություն ընտրելուց, կյանքի ուղի ընտրելուց, ինչը հաշվի առնեն։ Այսինքն bullet point-ներով ասեմ, հետո երևի մի քիչ կբացեմ, հավատք, կրթություն, կամք, երևի այս 3-ն եմ կարևորում, որովհետև այս 3-ը այն ֆունդամենտն է, որը մարդուն սարքում է ավելի ուժեղ։ Հավատքը ինչի համար, որ նայ մարդը եթե ինչ-որ բանի չհավատաց, հələ չենք խոսում, հա, ինչ-որ կրոնի կամ թեկուզ ինքը իրան, եթե չհավատաց ինքը երբևիցե չի հասնի ինչ-որ արդյունքի։ Կրթությունը ինչի համար, որ ինքը ունենա ֆունդամենտ, հասկանա դիմացինին։ Ու կրթությունը միայն այն սինուս կոսինուսը չի, մաթեմատիկան չի, չգիտեմ, բիոլոգիան չի։ Կրթությունը նաև խոսակցական, փորձել ավելի շատ լսել, քան խոսալ, ինչ որ տենց ինչ որ բաներ է, հա, եւ կամք։ Կամքը դա այն պնդությունն է, կամքը նաև ես sense մի գիծ կդնեի կողքը, կասեի համբերություն։ Դա այն ստержինն է, որը մարդուն այդ ոնց ասեմ, այն ուրագանի ժամանակ ինքը կանգնած է։ Հա իր շորերը ճղվում են, հա իր, չգիտեմ, կնճիռները հայտնվում, իր մազերը կտրվում են, sense ուրագանը պատկերացրի, չէ՞։ Բայց հետո գալիս է առավոտ, ուրագանը վերջանում է, չէ՞։ Ու ինքը հասկանում է, որ իր մաշկը, որ երեք փափուկ էր, ավելի պնդացել է։ Ապրես։ Այդ դրա հետ եմ, այդ կամք, համբերություն։ Իմ համար էս 3 կտորն է կարևոր, ու սենց ասեմ, ես հիմա որ հետ եմ նայում, ինձ այս 3 բանն է պահի։ Կրթությունը դե ինչ որտեղ ունեմ բազային, հավատքը հասկացել եմ, որ նու քրիստոնեություն, պատարակ, եկեղեցի, հավատք, Իդեպ ճուշնել ես մասով ագին խոսած, հա, հենց պատարակ գնալու հավատքի մասին, ես իրան հարց տվի, իդեպ քեզ էլ այդ հարցը կտամ, հավատքը, քրիստոնեությունը, հոգևոր կյանքը եւ կապիտալը, հարստությունը, բիզնեսը, փողը չեն հակասում իրար։ Չէ։ Դրանք բոլորը կտորներ են, որոնց միախումբը ստեղծում է քեզ, դարձնում է քեզ ուժեղ։ Աստվածաշնչում ցած տողեր կա, ասում է երկնքի արքայություն կարա մտնի հարուստը այնքանով, ինչքանով որ ասեղի ծակով կմտնի ուխտը։ Այսինքն կարելի է ենթադրել, որ ըստ Աստվածաշնչի հարուստը երկնքի արքայություն մտնելու շանս չունի։ Լսի, դե եթե հաջողակ ես փող ես աշխատում,
Ինչ կա դրա։ Հա, էլի ուրիշ բան գնաս ինչ որ մեկից փող Գողանաս, հարստանաս, հա, Եթե արժեք է ստեղծում, ուխտի ու ասեղի թեման հարց չկա, բայց երբ որ դու հաջողակ ես ու вообще papan ինչ ասում, դու պետքա չաշխատես փողի համար, փողը պետքա քո համար աշխատի։ Այսինքն քո ամեն կոպեկը քեզ պիտի գումար բերի։ Իսկ երբ որ դու անում ես այն ինչը որ սիրում ես, ավտոմատ փողը գալիս է։ Ու ուտեղ ինձ թվում է Աստված հաստատ ուրիշ դիրքորոշում կտա։ Բայց էլի եմ ասում, նայ, вообще Կիրակի եւ շաբաթ օրը դա հանգստյան օրեր է։ Ոչ թե հանգստյան օրերա, որ դու պետքա դիվանին պառկես տելևիզոր նայես, այլ ինքդ քեզ հանգիստ թողնես, լուր մնաս, ինչ որտեղ մենակ մնաս, ու Կիրակի օրը ես որ գնում եմ պատարակի, դու չես պատկերում։ Ես որ ընդեից դուրս եմ գալի, ոնց որ իմ ամեն ինչը անջատված լինի։ Ես ոչ ուզում եմ մարդկանց հետ խոսամ, ոչ մի բան, ու այդ հավատքը այնց հանգստություն է քո մեջ մտնում, ու ինչ որտեղ, չգիտեմ, ես նաև այդ 15 տարեկան պատանին էլ, հա, խորհուրդ կտամ, որ ինքը ինչ որ ձև մտնի այդ թեմայի մեջ, որովհետև ես սկզբից որ գնացել եմ պատարակի, իմ համար ամեն ինչը անհասկանալի էր, էս ինչ են անում, էս ոնց են անում, խեն ծնկաչոք ինչ որ, հա, ինչ որ ինչի են խաչ բանանում, հա, խաչակնքվում, բայց հետո 1, 2, 3 մատարակապատույց, հա, այդ կարդալը, հասկանալը, այդ երգերը ինքը ինչ է, երգ ու աղոթք։ Ու այդ ամեն ինչը երբ որ դու կրում ես, էդի դու չես պատկերացնում այդ ինչ հաճույք է։ Ու այդ դարձնում է քեզ, որ ասում է, չէ, ծուշնել էր ասում, այդ ընտանեկան թեման թողել եմ Աստծո կամքին։ Առհասարակ քո դժվարությունները, քո խնդիրները, այն ինչի մեջ որ դու խնդիր ես զգում, վատ ես զգում, այդ դրանք ասում եմ տուր Աստծուն, հա։ Ու երբ որ դու sense թուլանում ես, ասում ես կա հավատք, կա Աստված, ու ես այդ դժվարությունները տալիս եմ Աստծուն։ Դու ոչ թե տալիս ես, այլ դու հանգիստ ես լինում, որ այդ դժվարությունը քեզ չի ջարդի։ Այո։ Հա, որտեվ երբ որ Աստծուց խնդրում ես խնդրի լուծում, ինքը ավելի մեծ խնդիր է տալի, որ այն ուժերը լուծես, հա, այդ է իրականում, այդ է պրիմիտիվը։ Ու բայց դու պետքա դրան գաս։ Ես հիմա ինչ խոսում եմ 9 տարի առաջ դրա 5%-ը չգիտեի, 1%-ը չգիտեի։ Համաձայն եմ։ Ու ես էլ եմ ասում, ես այն երեխեքին ում աչքերում կա սենց եռանդ էներգիա, իմ ոնց ասեմ, ես պատասխանատվություն եմ զգում այդ երեխեքին զարգացնելու։ Գնում ես մարզեր, տեսնում ես այդ երեխեքը ոնց են ֆուտբոլ խաղում, ինչ դաշտում, քարքարոտ, բայց ոնց են խաղում։ Այսինքն մեր ազգը այդ սերունդը ունի, բայց իրան պետքա հնարավորություն տաս, որ ինքը զարգանա։ Այո։ Դե գալով է Սաթոր, Սաթորից ես քեզ մի հատ հարց տամ։ Կա կարծիք, որ փողը երջանկություն չի բերում, եւ հիմա կուզենայի քեզ լսեի, ինչ ես կարծում։ Փողը բերում է երջանկություն, թե փողը ոչ մի ձև երջանկության վրա չի ազդում, կամ հակառակը փողը կարա նաեւ երջանկության փոխարեն բերի, չասեմ դժբախտություն, ասեմ մինուս նշանով երջանկություն։ Որ ասում է լացելուց գոնե Ֆերարիի մեջ լացել։ Չեմ կարող ասեմ Գրիգոր ջան, չեմ կարող ասեմ, որովհետև 9 տարի առաջ եթե ինձ տային $10 միլիոն ասեն դու խնդիր չունես, ես չգիտեմ այսօր երջանիկ կլնեի թե չէ։ Որովհետև ենթադրում եմ 10 միլիոնը մի օր, չգիտեմ, մի տարուց, 2 տարուց կբրցներ ու ես այդպես ձեռնունային կմնայի, չէի իմանայի ինչ անեի։ Դրա համար փողը առաջնային տեղ դնելը ինչքան էլ որ կարող է կարևոր լինի, ես չէի դնի, բայց դրել եմ տարիներ առաջ։ Ես հասկացել եմ, որ չէ, փողն է կարևոր, փող պիտի ունենաս, որ ունենաս հարգանք, որ քեզ, չգիտեմ, ուրիշ ձև նայեն, քո հետ սկսեն խոսալ, քո հետ ընկերություն անեն եւ այլն, բայց մի հատիկ ակտիվ ունի մարդը, որը անքննելի է ու իր ձեռքից չեն վերցին, դա ուղեղն է։ Ուղեղը կյանքում քեզանից չեն կարա գողը, հա, կարան սպանեն, վերջի վարիանտ, հա, բայց չեն կարա քեզանից վերցին։ Իսկ փողը ինքը ընթացիկ արդյունք է։ Արեցիր, փողը որպես քեզ պրիզ գալիս է։ Բայց փողը շատ դեպքերում փչացնում է մարդկանց, շատ։ Օրինակ Անգլիայում կային ուսանողներ, որոնք մուլտիմիլիոներ էին, вообще չէին սովորում, ամեն ինչով ապահովված էին ու իրանք ոնց չսովորեցին, այտենց է չսովորած գնացին իրանց երկիր։ Հիմա չգիտեմ իրանց ապագան ոնց է եղել, բայց փողը արդեն հանգցնում է քո էներգիան, մոտիվացիան, կամքը, ուժը, այդ ամեն ինչը կորում է։ Հենց փողը չի լինում, դու հասկանում ես, դու դատարկ ես, всё, չկա։ Այո։ Ոչ մի բան չունես։ Այդ նույնն է, ոնց որ սիրուն շենք սարքես առանց ֆունդամենտ։ Մի օր մի հատ թեթև քամի կլինի, всё։ Իսկ քո կարծիքով գործարարության այդ ջիղը ի վերուստա լինում, թե ձեռքբերովի է լինում։ Իրականում ուզում եմ ես քեզ այդ հարցի մեջ գցեի, որ դու ինձ հարցը չտայր։ Չգիտեմ, էդ էլ չգիտեմ։ Չեմ կարող ասեմ։ Օրինակ քո երեխաները կզբաղվեն բիզնեսով։
Շարունակվի ձեր։ Նայ, սենց ասեմ, եթե դաժե չզբաղվեն, ես Okay. իրանց ընդունում եմ ոնց որ իրանք կան։ Ինչ էլ կընտրեն, հա։ Ինչ էլ կընտրեն։ Եթե օրինակ, չգիտեմ, իմ երեխան ուզում է լինի երաժիշտ, ինքը միակ խորհուրդը, որ իրան կտամ, կասեմ, եղի ամենալավը։ Միակ այդ խորհուրդը կտամ։ Բայց ես իրան կտամ հնարավորություն, կասեմ նայ, դու պետք է ընտրես սրա միջև, ոչ թե չէ, դու պիտի բիզնեսով զբաղվես, չէ, դա օքեյ է։ Այսինքն, եթե ես կարողանում եմ կազմակերպել այնպես կորպորացիա, որ մարդուց չի կախված, այլ համակարգից է կախված, իմ երեխան էլ չմտնի այդ բիզնեսի մեջ, հաստատ բան է, օքեյ է ինձ։ Բայց հիմա ես վստահ եմ այնքան ծնողներ կան, որ իրանց տղուց են կախված ու տղեն չի ճոգում ախպեր, կամ այդ բիզնեսի մեջ պիտի մտնի, կամ այդ բիզնեսը փուլ է գալու։ Հիմա ես դա հասկանալով ասում եմ, ես պիտի դնեմ համակարգ, ինչքան կապրեմ, ես այդ համակարգի տերը կլնեմ ու դրանով տալիս եմ իմ երեխուն ազատություն, որտեվ չուզելով ինքը պիտի չմտնի ոչ մի ոլորտ։ Դա իրեն պրոստը քանդելու է։ Հիմա ես չգիտեմ, որ ես ստիպված չմտնեի օրինակի համար բեկոն, ես ինչ կդառնայի, կարող ավելի հաջողակ կլինեի, կարող է ոչ։ Հիմա իմ ճակատագիրը տենց գնաց։ Բայց ես կարծում եմ, որ երեխային պետք է տալ հնարավորություն։ Օրինակ իմ տղեն շատ ուժեղ նկարում է, շատ ապշում եմ իր նկարելու չափը։ Աղջիկս այտենց մի քիչ խառը բնավորություններն էլ հստակեցված չի, բայց ես իրան ավելի կմոծեի, ես ցույց կտամ, օրինակ բերել էի Դանիին, հա, մեր այդ բիզնես դպրոցի պրեզենտացիա։ հա, ես հասկացա, որ ինքը ձանձրանում է, բայց ես իրան չասեցի, լսի, դու պետքա չձանձրանաս, դու պարտավոր ես, դաժե ինքը հելավ խոսալու, բայց ես իրան ազատություն տվի, ասի կարաս գնաս, կարաս չէ, ասես պապ ուզում եմ գնամ։ Այդ ազատությունը ամենակարևոր բանն է, երբ որ քեզ տուպիկ են տալիս, դու չկաս։ Դա այն որ ասում եմ իմ տեսանկյունից, վերջում ասեմ, էլի։ Այո, համաձայն եմ։ Շատ լավ։ Իսկ մոտակա 5-10 տարում ո՞նց ես տեսնում առհասարակ այլ բիզնեսներում քո մասնակցությունը, որովհետև դու արդեն քիչ փորձ ունես բիզնեսում, հա, մի տասնամյակա, բավական մեծ հաջողությունների ես հասել, եթե նայենք այն կետը, որում մտել ես բիզնես եւ այն կետում, որով հիմա կա ձեր բիզնեսը, մտածում ես հենց այս փորձը, ինչ որ կապիտալի հետ ներդնես այլ բիզնեսներում ու այլ ոլորտներում էլ քեզ փորձես։ Ոնց որ իդեպ արես Կարենը, կստացի Կարենի քեյսը շատ լավ քեյս է, ոնց ինքը այո մտավ ռեստորանային ոլորտ ու ստեղծեց այսօրվա Երևանի սիմվոլ համարվող մի քանի ռեստորան։ Դեսի չեմ խափի, ես էլ եմ այդ հարցի մեջ մի քիչ տանջվում, որտեվ հիմա ոնց որ կառավարում մի քիչ հեռու եմ, ես ինչ հարց եմ տալի, բա ինչ եմ անելու, դաժե ինչ որտեղ վախում եմ, ասում եմ կարող է, օրինակ բեկոնից հետո ուրիշ տեղ ձախողեմ, որտեվ ավելի շատ բեկոնի խնդիրներին եմ սովոր, կարող ուրիշ բիզնեսում այդ խնդիրները չկա, բայց մի քանի կտոր բաներ ունեմ, ես իմ մեջ գտել եմ, հա, առաջինը կրթական ծրագիր, օրինակ իմ երազանքն է դպրոց բացել է, հիմա կարող է 10 տարի հետո էլի խոսանք, ասենք, տես, այն 10 տարի առաջ ասել էի այդ իմ երազանքն է, որտեվ ես այդ տեսնում եմ էներգիա, այսինքն որտեղ որ ես տեսնում եմ ոչ թե փող, այլ էներգիա, դա իմն է։ Փող ամենտեղ կարած նարկոտիկ է կոպիտ ասած, ծախես փող աշխատես, բայց դրա մեջ էներգիա չկա։ Կրթականի մեջ եմ տեսնում եմ բիզնեսներում ներդրումի անելու, բայց էլի ոչ թե որպեսզի փող աշխատեմ, այլ որպեսզի իմ փորձառությունը, իմ գիտելիքը ավելի դիվերսիֆիկացնեմ։ Այսինքն տեսնեմ օրինակ, չգիտեմ, երկարաժամկետ ապրանքների բիզնեսը, փողային շուկան, հա, ֆինանսական շուկան, կրիպտո արժույթները ինձ մի քիչ չի հետաքրքրում, որովհետև ինքը մի քիչ չգիտեմ, էլի այդ թվային ինչ որ կտոր է, մի քիչ էլ ինչ որտեղ գեմբլինգ է, էլի, այսինքն կարող է ստացվի, կարող է հա, էլի ինչ որ տենց, այսինքն քո ֆակտորը չկա դրա մեջ, հիմա կամ կբարձրանա կամ կիջնի։ Այ բիզնես տեսանկյունից ուզում եմ 3 կտոր բան փորձեմ։ 3 կտոր բան փորձեմ, բայց իմ ուղեղը ավելի շատ միջազգային շուկայի վրա է, որտեղ իրանք ունեն այն գիտելիքը, որը փողով չես առնի։ Հասկանում ես, այնքան թանկ բան է դա։ Ու Հայաստանը, էլի եմ ասում, որ այդ օրինակը բերեցի, չէ՞։ Աշխարհը չէ, Եվրոպան 30 թիվն է, մենք 25։ Մենք պիտի ընդեից նորություններ բերենք ու գիտելիք։ Համաձայն եմ։ Իսկ դպրոցի տեսանկյունից ես ինձ ինչի եմ մտեղ ուզում տեսնել, որտեվ ես ուզում եմ երեխեքին, ապագա սերունդին ինչ որ բան տամ, որը հələ որ չունի Հայաստանը։ Հայը պետքա ներկայացնի աշխարհին, ով է հայը։ Իրոք կարող է այտենց ինչ որտեղ բան անամեստ լինի, բայց ես ոնց որ ուզում եմ դա անեմ ու ինձ դա էներգիա է տալիս։ Ես ուզում եմ մտնեմ իմ դպրոց, տենամ երեխեքը նոր բան են սովորում։ Ինչ որ երեխա գնաց, ասենք Microsoft-ում ինչ որ տնօրեն դառավ, դա իմ համար մի հատ բան կլինի, բայց շատ հեռու հորիզոն եմ էլի իմ համար վերցրե։ Դրա համար
բիզնեսում կմնամ ու կշարունակեմ ու տարբեր թեմաներից հենց մենք կհասցնենք կիսվենք։ Իհարկե 10 տարի առաջ 8 տարի առաջ Կարենի հետ երբ շփվում էինք, ով կմտածեր, որ 8 տարին սենց արագ կանցնի, այդ ժամանակ հլա ակումբը չկար, հլա այդ ժամանակ զարթուցիչներ մենակ, 8 տարին շատ արագ անցավ ու փառք Աստծո մենք այդ տարվա ընթացքում ես էլ դու էլ ահագին գործ հասցրինք անենք ու տարիները շատ արագ են թռնում։ Ես եթե հետ հայացք գցելով ինքս ինձ խորհուրդ տամ, ես այս ժամանակի իլյուզիայից կուզենամ մի փոքր խոսամ, որովհետև ժամանակը թվում է թե մեզ է պատկանում, բայց այնքան արագ է անցնում, այնքան երբ էր նոր տարի էր, հիմա նորից հեսա նոր տարի է գալի։ Տարիները թռնում են մի կիսամյակի, մի երամսյակի նման, շատ արագ են թռնում ու 10 տարին էլի շատ արագ է թռնելու։ Դրա համար ես ինձ ժամանակ առ ժամանակ ասում եմ, այսօր արա մի բան, մեկ այդ 10 տարին արագ գալու է, որ դու երբ որ 10 տարին գա, արդեն կունենաս որոշակի արդեն արած բան, արած գործ, նստվածք, որի վրա, չգիտեմ, հաջորդ 10 տարին կպլանավորես։ Ես քո հետ համաձայն եմ, ժամանակը խայտարակ արագ առաջ գնում ու ես sense բան եմ նկատել, ինքը գնում է ավելի շատ սոցցանցերի մեջ։ Ես այտենց բան եմ նկատել, դրա համար հիմա ջնջել եմ իմ մոտ ու հասկանում եմ, որ ավելի շատ էներգիա եմ պահում իմ մեջ, ավելի շատ կենտրոնացում ես, ավելի ուժեղ է, հա, խնդիրներին վերաբերվող, որտեվ այտենց 3 րոպե ժամանակ էր ունեն, մեկը Facebook-ը sense գնաց։ Այո, ժամանակ։ Հիմա երբ որ չես ունենում էդի, չգիտեմ, դուրսն ես նայում, կողքերդ ես նայում, մարդկանց հետ ես խոսում։ Ժամանակն ես գում, կյանքի համն ես գում։ Ապրես ու կոպիտ ասած ես Մարկ Ցուկերբերգը, հա, որ այս մարդկանց կյանքը փչացրեց, նույն բանը, Սթիվ Ջոբսը։ Այո։ Հիմա ինձ թվում է գալու է մի հատ ժամանակ, մարդիկ անենց անեն, որ հետ գնան, որտեվ իրանք այդ քո ասած իլյուզիայի մեջ են։ Ապրես։ Բայց դա պիտի ոնց ասեմ, դա պիտի նկատես։ Մարդկա օրինակ իրան կայֆ է Facebook-ը սկրոլանել, դա իրան էներգիա է տալի, իմ համար չէ։ Ապրես։ Ու ես որ անջատում եմ, հասկանում եմ, ինչ լավ է առանց դրա։ Համաձայն եմ։ Որտեվ ինֆորմացիայի պատոկն է այնքան շատ է հիմա։ Հələ չասեմ, որ մեկը սխալ, մեկը ճիշտ, ու այդ ուղեղը, այդ ինֆորմացիան ամեն օր մարսում է։ Ուղեղից բան չի մնա, ինձ թվում է, էլի։ Ճիշտ ես։ Լրիվ համաձայն եմ։ Այն կներես, որ քեզ հիշում ես, ասում ես ջիմ, որ հիշում ես հեռախոսդ մի դեր։ Հա։ Այդ դրա համար էի ասում, որովհետև այդ հեռախոսը գոնը քեզ տուր ժամանակ լնես դու ինքդ քեզ էլի, ոնց որ առանց ինչ-որ հավելյալ բաների։ Համաձայն եմ։ Դե ես այս հարցը հաճախ եմ տալի իմ հյուրերին, ով կա քո կյանքում, ով քո կյանքի վրա մեծ ազդեցություն է թողել ու դու կուզենաս իրան շնորհակալություն հայտնես, ով միգուցե արդեն ողջ չի, կամ ողջ է, բայց հեռու է ապրում, կամ ողջ է ու քո կողքն է, բայց օգտագործելով այս մեր դիալոգը կուզենաս քո ներսում կուտակված շնորհակալությունը իրան փոխանցես։ Լսի, ինձ թվում է առաջի հերթին կասեմ հայրս, որովհետև ինչքան էլ դժվար է եղել իր հետ աշխատել ու դժվար է աշխատել, ասես գնում է էլ դժվարությունը, բայց ինքը գիտես, ինքը շատ ժամանակներում ինքը քեզ կարա չհասկանա, բայց ինքը քեզ բերում է մի հատ իրավիճակ, ասում ես դու ես քո տերը։ Այսինքն երբ որ դու ասում ես ես խնդիր ունեմ, ասում եմ ես իմ, չգիտեմ, մի հատ հասկացի։ Ու դու ասում ես ախպեր մարդ չկա կողքս։ Ումով հասկանամ։ Ունեմ ուղեղ, դե ուղեղով մտածեմ։ Ու այդ ինքը կարող է դա միտումնավոր չի անում, կարող է, բայց ինքը իրականում հենց տենց լինում է, ստացվում է ու դու հասկանում ես, որ ուրիշ մարդ չունես, դու քո տերն ես։ Ու նաև տերն ես, ում համար պատասխանատու ես։ Ու մի հատ էլ բան կա, որ ինձ մոտիվացնում է, նայ, օրինակ մրցակցային շուկա ենք, հա, մրցակիցներ կան։ Երբ որ ես մրցակիցների հետ խոսում եմ ու այն մրցակիցը, որ ինձ այնց առաջ է, դու չես պատկերացնում ինքը ինձ ինչքան մոտիվացիա տալի, որ ես ուժեղանամ, հա։ Ուրիշները ես գիտեմ մարդկանց, ովքեր գիտես ինչ վատ են զգում, երբ որ այդ մրցակիցը իր կողքն է, չեն կարող շփվել, լավ էտի ով է բան։ Ես հաճույք եմ ստանում, որտեվ ես իր աշկերի մեջ նայում եմ, շփվում եմ, ասում եմ ես այս մարդուց պետքա գիտելիք ստանամ, որտեվ ինքը ինձ այնց առաջ է։ Բաղում ես որ չգիտեմ ինչ կլինի, բայց հենց դրանի, օրինակ ես քեզ մի հատ էլ օրինակ բերեմ, կան մարդիկ, ովքեր բանկերից զզվում են, ասում են, արա այս բանկերը ինչ շահույթներ են առնում, այս ինչ փողերի մեջ է, մենք ենք տակը ճռում ենք, չէ՞, տենց ասույթներ լսել ես։ Գիտես ինչ կայֆ է այդ իմ համար։ Այդ տալիս է ինձ հնարավորություն, որ վաղը մյուս օր ես էլ կարողանամ բանկ ունենամ, որտեվ տեսնում եմ, ասում ես մարդիկ, իրանց գործն են անում, իրանց շահութաբերություն, ու լավ է որ իրանք այդքան խելացի են, որ մեր վրա փող են աշխատում, ընտիրա։ Գնա հասի դրան։ Ոչ թե ասա այդ դրանք, այլ գնա տես ոնց են անում, հասի դրան։ Համաձայն եմ։ Ու ոնց որ էլի եմ ասում, նայես քո ակնկալումը չէ, կներես։ Աշխարհընկալումը։ Ընկալումը այդ բանին ոնց է։ Համաձայն եմ։ Եթե դու զզվես, երբեք չես առաջ գնա, որտեվ ինքը քեզանից ավելի առաջ կգնա։
դու իրան օրինակ մեր մրցակցի հետ, մրցակցի սեփականատիրոջ հետ շատ լավ հարաբերություններ ունենք, ես հաճույք եմ ստանում իր այդ շփվելուց, ենթադրում եմ ինքն էլ։ Անուններ կարանք տանք։ Աթենքի սեփականատերը, լավ։ Պետրոս։ Պարոն Ադամյանը, հա։ Ու երբ որ մենք իր հետ շփվում ենք, մենք գիտես, չէ, գործից խոսում ենք 10%-ը, 90%-ը խոսում ենք աշխարհից, ներդրումներից, ինքներս մեզանից, մեր անցյալից, մեր ներկայից, ինչ անելու ապագան։ Ոլորտի զարգացումից։ Երթում եմ 90%-ը խոսում ենք դրանից, 10%-ը գործից, որտեղ մենք հասկացել ենք, որ մենք ոչ թե մրցում ենք, այլ մենք փորձում ու ինքը շատ բավականին գրագետ մարդ է, շատ ուժեղ կրթություն ունի, շատ խելացի մարդ ու ես հաճույք եմ ստանում իր հետ շփվելուց։ Այո։ Ու ես այդ հասկացել եմ վերջի 2 տարվա մեջ։ Միջև այդ ասում եմ, դե եթե կոնկուրենտ է, ես իր հետ մրցում եմ, ես իր հետ կռիվ պիտի տամ, հետո հասկանում ես ինչի համար ես կռիվ տալիս։ Որտեղ մարդուց սովորելու բան կա։ Սովորել արժեք եք ստեղծում, արդյունաբերություն եք ստեղծել Հայաստանում։ Իդեպ ձեր ընկերություններից առաջ այս ոլորտը չի եղել Հայաստանում, մենակ եղել է, չգիտեմ, ռուսական, սովետական մսամթերք։ Ու հա, ֆիրմաներ եղել են, որ փակվել են, բայց հիմա առաջատար ենք մենք ու Աթենքը։ Մեր ակումբում ունենք նաև լավ ընկեր Տիգրանը Բայազետի, չէ։ Ինքն էլ է հոյակապ արտադրանք արտադրում։ Այո, տես, իդեպ սա էլ է շատ հետաքրքիր արժե համակարգ Դավիթի մոտ, երբեք ոչ մի մրցակցի մասին, ոչ մի բացասական բան, թեկուզ կուլիսների հետ։ Դաժե առանձին ես չեմ լսել, մենք 1000 անգամ խոսացել ենք այս թեմայով, եւ կամերաների առաջ եւ կամերաներից դուրս միշտ արգանքով է խոսում, ու սա խոսում է գործարի, մակարդակի, զարգացվածության, աշխարհայացքի ու իհարկե արժեքների մասին։ Ընտիրա Գրիգոր ջան, նայ, օրինակ Ալյանսը, ես գիտեմ, որ դրա մեջ շատ լավ բավականին զարգացել եք ու ահագին առաջ եք տանում այդ պրոյեկտը, ոնց որ մենք գնացինք Ուզբեկիստան, հետո իրանք գնացին Դուբայ, հետո իրանք եկան Հայաստան, ու դա շատ կայֆ էր, որովհետև այդ ազգի բնակիչները, կոպիտացած այդ բիզնեսի ու այդ մշակույթի կրող մարդիկ եկել են Հայաստան ու իրանք ապշած էին մնացել։ Հիշում ես։ Բայց ոչ միայն ապշած էին մնացել Հայաստանից, այլ ապշած էին մնացել, թե դուք ոնց եք դա կազմակերպել։ Ես ամեն իվենթը հիշում եմ ու կներես մի բան ասեմ, դուք չէ մենք, որովհետև առաջի օրը Կիշես Շենեյում մսային ամբողջ հատվածը դուք եք կազմակերպել, այդ խամոնով, բանով, sense մի հատ ամբողջ այն, որ ասում են ուրդուց արդեն քուրդուց մարդիկ ապշել էին, էս ինչ է այս։ Հետևաբար մենք էինք կազմակերպել, դուք էլ մեր այդ պրոյեկտի հովանավորներից էիք։ Լսի, հաստատ լումա ունենք, բայց դա լումա է, անկախ ամենից, այդ վստահ եմ քո գաղափարներից մեկն է դա եղել, բայց հարցս հետեւյալն է, դու ոնց ես տեսնում դրա զարգացումը, որովհետև Հայաստանը ինքը իրանով փոքր երկիր է, ու երբ որ մենք ասում ենք օրինակի համար ունենք այս արժեքը, հա, ոնց որ Ծիրանն էլ է մեր արժեքը, նաև ինչ որտեղ ինչ որ community-ն էլ է իր արժեքը, այ ոնց ես դու պատկերացնում այդ կապիտալի արտահանումը դեպի դուրս։ Այսինքն մեր պայմանական, հա, քո ակումբակիցների ուղեղը, որպես ռեսուրս գնահատում ենք, ու ասում ենք այդ ուղեղը պետքա արտահանվի դուրս։ Այո։ Գիտելիքով, փորձով, չգիտեմ, ամեն ինչով, ոնց ես այդ պատկերացնում։ Շատ լավ հարց ես տալի։ Ես այս մեր ոդքասթից մի քանի օր հետո կազմակերպել եմ Դուբայում ու Աբու Դաբիում ակումբների նախագահների հավաք, հեսա մեկնում եմ Աբու Դաբի։ Սա երկրորդ հավաքն է, որը ես ինքս կազմակերպում եմ մեր բոլոր ակումբների նախագահներին։ Ես հրավիրել եմ, իդեպ գիտես ոնց եմ անում, ասենք Ամերիկայից նույնիսկ ակումբի նախագահը գալիս Աբու Դաբի, ու ես իրան զանգում եմ, ասում եմ, «Էս ինչ օրը պիտի լինես, էս ինչ տեղը», բան նայ եմ օգնականս նայ, ասում եմ, «Դες բաներ ես չգիտեմ»։ Տոմսերը բրոնյա արածա, հյուրանոցը բրոնյա արածա, դու մենակ վճարի քո տոմսի հյուրանոցի համար սաղ արածա։ Այսինքն ես մեծ կազմակերպչական ջիղ եմ դնում, իդեպ քեզ ասում, դա նույնպես հայերին բնորոշ ձեռնարկատիրական ջիղի մի տեսակ է կազմակերպչական։ Ու երբ որ մենք հավաքվում ենք Աբու Դաբիում, բոլոր նախագահները առաջի խոսքը որ ասում են, եթե հայկական կողմը չկազմակերպեր, մենք դժվար այսքան մարդով իրար գլուխ հավաքվենք։ Հիմա այս կազմակերպչական ջիղը մեր մոտ ունիկալ է։ Մենք կարող ենք հարաբերություն ստեղծենք, հյուրասիրենք, հյուրասիրվենք, հյուր գնանք, հյուր ընդունենք, այս սա շատ մեծ առավելություն է։ Ու ես դա օգտագործելով եւ այդ մարդկանց համախմբում եմ, եւ այդ մարդկանց հետ առաջիկա տարիների պլանավորումն եմ գծում, մի անգամ իրանք sense բան ասացին, ասին Գրիգորը մի հատ թերություն ունի, որպես ակումբի նախագահ, որպես մեր գործընկեր, իր ակումբի շահերը շատ է պահում մեր մոտ։ Մի քիչ էլ պետք է Ալյանսի շահերը պահի, բայց դա էլ է մեր հայկականից։ Ես չեմ կարա Ալյանսը զարգացնեմ առանց առաջի պլանում ունենալով մեր ակումբի, մեր գործը։ Եթե կհիշես, մենք որ Ուզբեկստան էինք գնացել,
Ինձ անդադ առաջարկում են արի նախագաների հետ նստի, չէ, ես մեր պատվիրակության հետ էի նստում։ Արի քեզ առանձին մեքենայով գնանք նախագահ, ես ասում եմ, չէ, ես մեր պատվիրակության Բայց առանց ավտոյով վեր։ Չէ, Elvis-ի չէ։ Այս անգամ էր իդեպ այդ առաջարկ ասում չէ, այնտեղ սեղանի կողքը տեղ էին բանել, մենք այս անգամ 9 հոգով էինք գնացել։ Ես էլի չէ, ասում եմ, չես պետք է իմ ակումբի ընկերների հետ լինեմ, ու իմ նպատակը հետեւյալն է, որ մեր հայ գործարարները իրենց ազատ զգան, տունը զգան աշխարհի ցանկացած երկրում։ Իսկ ինչ նպատակ ես հետապնդում։ Լավ, գնացին, խոսացին, նախագաները շփվեցին, կերան խման, Իտոգը մեր հայ գործարարի, հայ կապիտալի արտահանումը ամբողջ աշխարհ։ Ոնց էս պատկերացնում։ Հենց հիմա օրինակ մեր Կարենը Գոմսյան ասացի, որ հենց հիմա այս պահին Ուզբեկստանում մեր Արսենը դիմավորել է եւ ճաշում են իրար հետ։ Կարենը ուզում է դիստրիբյուտորսկի ցանց բացի Ուզբեկստանում եւ Lentex-ի արտադրանքը արտահանի։ Ես ամեն ինչ անում եմ մեր գործընկերների միջոցով, որ դա տեղի ունենա։ Մեր ակումբակիցներից շատերը արդեն Ուզբեկստանում բացել են ընկերություններ, Դուբայում բացել են ընկերություններ։ Դուբայի, Ուզբեկստանի, Ղազախստանի հետ գործնական հարաբերությունների մեջ են։ Այսինքն մենք կարող ենք փող աշխատել նաեւ Հայաստանից դուրս եւ այդ փողը բերել Հայաստան։ Իմ ուզածը դա է, որ մեր հայ գործարարը կամ ուղակի արտահանման ձևով, կամ անուղակի արտահանման ձևով, օրինակ, մենք կարանք, նույն չգիտեմ, Չինաստանից ապրանք առնենք, վաճառենք Ամերիկայում, բայց փողը գա Հայաստան։ Մենք նման кейսեր էլ ունենք։ Իմ նպատակը դա է, որ մենք ձեռնարկատիրական գործունեություն արտահանենք դուրս։ Այսինքն մենք կարողատես դու ուղիղ ապրանք ես արտահանում, դա էլ է շատ լավ։ Դու պատկերացրա, ոչ հումքը Հայաստանից քո լիներ, ոչ էլ ապրանքը։ Դու արտադրեիր 3-րդ երկրում, ծախեիր 4-րդ երկրի վրա, փողը բերեիր Հայաստան ու Հայաստանում հարկ վճարեիր։ Իդեպ մենք տենց շատ լավ ակումբակից ունենք արտակը էլի խոշոր հարկատու է, իրան էլ մի օր անպայման կհրավիրեմ Arion Logistic-ի, արտակը խալիները արտահանում, Հայաստան չի էլ մտնում այդ խալին, չգիտեմ, Պարսկաստանից, Թուրքմենիայից, Ուզբեկստանից, խալիները արտահանում Ռուսաստան ու փողը գալիս է Հայաստան ու ինքը Հայաստանում խոշոր հարկատու։ Այսինքն իմ նպատակը ձեռնարկատիրության արտահանումն է, որ մենք մեր ձեռնարկատիրական գործունեություն ծավալենք 3-րդ երկրում եւ 3-րդ երկրից շահույթ գեներացնենք։ Դե զարգացրա այդ ուղղությունը շատ լավն է, նաև կլուբի անդամներին է դա օգուտ էլի, որտեվ ես հիշում եմ շատ պրոյեկտներ կային, որոնք կլուբի ֆոնդով էին ձևավորվում ու ինչ որ բիզնես էր, ինչ որ մի քանի հատ հաջողվեց, ինչ որ մի քանի հատ դեռ փուլում է, դա էլ է կայֆ բան։ Դա էլ է կայֆ բան ու դու ոնց որ ասում ես այս մարդկանց հավաքում են, որպեսզի իրանք արժեք գեներացնեն ու պետությանը օգնեն, կոպիտ ասած էկոնոմիկայի զարգացմանը եւ այլն։ Այո։ Ընտիր թեմա է դա։ Ինձ մի անգամ Անգլիայից եկած մի գործար Գերմանիայում մոտեցավ, ասես դու գիտես, որ հայ գործարարները Անգլիայի տարիներ շարունակ ամենախոշոր հարկ վճարողներն են եղել։ Ասեցի հայ գործարարները Անգլիայում, մենք բավական ուժեղ գործարարներ հայ լորդերը։ Հա, պատկերացնում ես։ Ու ես կարծում եմ, որ ապրանք արտահանելու հաջորդ լեվելը դա գործարարություն արտահանելն է, որովհետև մեծ հաշվով գործարարությունը այդքան էլ տարածված չի։ Էլի որ նայում ես 40 միլիոնանոց Ուզբեկստանը գործարարների թվով այնպես չի ինքը տենց շատ փայլում է կամ Ռուսաստանն էլ բոլոր երկրներում էլ գործարարի սղություն կա եւ այսօր փառք Աստծո դու կարաս օրինակ մեր ընդհանուր ընկերը Հովանեսը էլի Ուզբեկստանում ինքը բիզնես բացեց հետո տարբեր պատճառներով փակեց այդ բիզնեսը բայց ամեն դեպքում փորձ արեց ամեն դեպքում գնաց այդ փորձը լսի հա միջազգային շուկան դա մի բան է որը անկտրել ձմերուկ է հատկապես նայած ինչ բնակավարում պետքա փորձես միջև չփորձես հետո կփոշմանես որ չես փորձել դրա համար ինձ թվում է Հովանեսը ճիշտ է արել բայց այդ փորձառությունը իրան կտա այլ երկրում հաջողության հասնի հա իդեպ հիշում ես մի օր քո սենյակում խոսում էինք դու մեզ ներդրում էիր ուզում անել ուզում էիր խոզի մշակման գործարան սարքեիր քո գործարանից հեռու որ ասում էիր չգիտեմ պատերազմի ժամանակ էր կարծեմ մի քիչ հետո էր ասում էիր այս անկայունության պայմաններում չգիտեմ ես ներդրում անեմ չանեմ բայց մեկը պետք է անեմ չեմ կարա չանեմ այ մեկը մենք հայ գործարաններով ոնց է լինի երկրի վիճակը մենք այդ ներդրումը անում ենք այդ ջանքը դնում ենք լսի ես քեզ մի հատ բան ասեմ դժվար պայերին գիտես մի հատ ինչ տենց բան ունեմ էլի հենց նախադասություն ունեմ ինքս ինձ կրկնում եմ ասում եմ ամենամութ ժամանակից հետո է բացվում արևածագը ամենամութ այսինքն հələ որ չի բացվում ամենամութը չի այսինքն պալուբոմը լույս է բացելու ու այդ գիտես ինչքան քեզ մոտիվացնում է ճիշտ է այդ է էլի որ քեզ ապրացնում է այդ է քեզ որ էլի առողջ զարթում ես էլի գնում ես պայքարի ճիշտ է համաձայն եմ որտեվ կյանքը ինքը իրանով պայքար է Աբոյ դեմել եք պայքարում ջիմում որ քիչ մեզ բաներ տա մեր մարզիչն ավ չգիտի աբոն մեր մարզիչն հա իրա դեմել եք պայքարում որ ինքը մեզ քիչ տանջի բայց հետո ինչ կայֆ է չէ որ շատ էս տանջում ասում ես վայելում ես էլի այո
Համաձայն եմ։ Եվ այս հաղորդումների ընթացքում մենք կուզենայի նաև մեր հանդիսատեսին փոխանցենք այն միտքը, որ գործարանները իրանք ինչքան էլ կողքից կարան անհասանելի թվան, կարան երբեմն գոռոզ թվան, կարան երբեմն խիստ դաժան կապիտալիստներ թվան, իրանք իրականում մարտնչող, դժվարություններ ունեցող, հաղթահարող ու նաև ծառայող մարդիկ են։ Իրանք աշխատակիցներին, շուկային, տնտեսությանը, պետությանը արժեք ստեղծող մարդիկ են։ Եվ ես այդ գործարի հենց այդ տեսակի, այսպես ասած, ջատագովն եմ։ Ուй, ես մի հատ բան եմ հասկացել, եթե գործարան բոլորը սիրում են, ու ինքը գործարար չի։ Հա չէ։ Միանշանակ։ Քեզ այնց լիքը մարդ պիտի զզվի, ու դա օքեյ է, որտեղ հասկանում ես, երբ որ արդյունք չստեղծող աշխատակցին հանում ես գործից, ինքը քեզ այնց զզվում է, բայց երբ որ դու իրան չհանես, որ ինքը քեզ այնց չզզվի, մի օր դու տանուլ կտաս։ Իհարկե։ Իսկ մարդիկ քեզ չեն ասի, օ, դու շատ լավ մարդ ես, իրանք օրինակ եմ քեզ բերում, էլի։ Նորմալ է։ Համաձայն եմ։ Դե մենք մոտեցանք մեր հաղորդման ավարտին, մի շնչով կարելի ասել, sense շունչ քաշեցինք, սկսեցինք ու շատ հետաքրքիր զրույց էր, շատ շնորհակալ եմ հրավերի համար։ Մերսի, որ եկար։ Իդեպ մենք էլի շատ հետաքրքիր դատայի սարեցինք։ Մենք եթեր կգնանք ամսի 25-ին։ 2 օր հետո։ 2 օր հետո, 8 տարի անց 2 օր հետո։ Եվ սա կոչվում է մետաֆիզիկա, այն մարդիկ, ովքեր լուրջ չեն վերաբերում մետաֆիզիկային, ժողովուրդ ուսումնասիրեք, սենց պատահականությունները երբեք պատահական չեն։ Բավարար պատահականությունները ինձ թվում է կյանքում չեն լինում։ Ամեն ինչն է ինչ որ բան ուզում է ասի քեզ, բայց արդեն քեզ այնց է գալիս կհասկանաս թե չէ։ Այո։ Եվ այսօրվա իմ հյուրն էր իմ կողմից հարգված, սիրված գործարար Դավիթ Մարգարյան։ Իդեպ այսօր քո առաջի պոդքասթն էր, չէ՞ Դավ։ Եղել էր էլի հանրային։ Դեսի եղել էր, հա, տենց լրատվականների մոտ խոսացել եմ բան, բայց Ես կարգի անմիջական չեմ տեսել։ Չէ, այս պոդքասթի կայֆը գիտես որն է, որովհետև իմպրովիզ է։ Հա, չէ։ Երբ որ քեզ թղթով ուղարկում են, օրինակ այս մարքետոլոգս միշտ ինձ բան անում էլի, ասում է Դավիթ, էլի ուզելու եք ինձ այնց գրած, ոչ մի բանը չկա, ասում եմ ոչինչ, դու տուր, ես կարդում եմ, ասում եմ լավ, ես ինքս կասեմ, որովհետև իմպրովիզը ամենակայֆն է։ Հիմա եթե ինձ ասեին դու սրանք պիտի խոսաս, հաստատ տար չէի խոսալու։ Այո։ Մենք առանց իմպրովիզի, համարյա առանց մոնտաժ, համարյա չմոնտաժել չի լինելու, կգնանք եթեր եւ դարձյալ մեկնաբանություններում գրեք հարցեր, մի հոգին կարա գրի մինչև 5 հարց եւ մենք կընտրենք լավագույն հարց տվողին, կպատասխանենք իհարկե գրավոր, կարող եք նայել մյուս պոդքասթները, բոլոր պոդքասթների տակ բոլոր հարցերին մենք պատասխանում ենք մեր հյուրի հետ եւ Դավիթի հետ էլ կպատասխանենք, գրեք եւ մեր պոդքասթը կավարտվի փաստացիային ժամանակ, երբ մենք կպատասխանենք վերջին հարց տվողին։ Ընտիր։ Շնորհակալ եմ, Դավթ ջան։ Դե, մինչ հանդիպում, գրեք ձեր հարցերը եւ գրեք ձեր մեկնաբանությունները։